Բարև ձեզ, բարի գալուս C++ Masterclass դասընթացի մեր հերթական հանդիպում։ Այսօրվա հանդիպումը մի քիչ տարբերվում է նախորդներից, որովհետև մենք այսօր ունենալու ենք ամփոփում, ի վերջո 3 ամիս է արդեն մեր դասերը սկսել են ու բավական բան հասցրել ենք անել, իհարկե դեռ լիքը բան առջևում է, բայց այս պահի դրությամբ արդեն ունեցել ենք 25-ի կարգի եւ ավել դասեր, չհաշված այլ տեսակի դասերը եւ ահագին բան է հավաքվել։ Մենք ամեն ամիս արել ենք ռեգուլար ռետրոսպեկտիվներ, այսպես ասած, ռետրոսպեկտիվը այդ են հանդիպումներն են, որի ընթացքում քննարկում ենք, թե ինչ էինք անում ինչևս, լավ էինք անում, վատ էինք անում, ինչ չէինք անում, հա, եւ այսպիսի հարցեր, որպեսզի լավացնեինք ընդհանուր process-ը։ Կարծում եմ բավական առաջընթաց այդտեղ ունենք, ահագին հարցեր քննարկվել են, ահագին որոշ բաներ վերանայվել փոխվել են եւ ոնց որ թե հետեւողականորեն այդ փոփոխությունները տարել ենք առաջ։ Այսօր չեմ ուզում անենք էլի այդպիսի ռետրոսպեկտիվ, իրականում ռետրոսպեկտիվները ինչ որ պահից հետո, այսպես ասած, հագենում են, այսինքն նոր բաներ ասելու կարիք չի լինում, process-ը արդեն հղկված է, աշխատում է ու կարիք չկա էլի անընդհատ այս մեծածավալ ռետրոսպեկտիվ անելու։ Փոխարենը կարելի է անել այլ տեսակի ամփոփում եւ այսօր հենց ուզում եմ այսպիսի մի ամփոփում անեմ։ Ուրեմն մենք ահագին թեմաներ արդեն ձեր հետ ծածկել ենք, ուզեմ մի հատ տեսնենք, հա, ինչ ենք հասցրել անել։ Մասնավորապես, ուրեմն կարող ենք դասընթացը sense կոպիտ բաժանել երկու մասի։ Ունենք ոնց որ C++ ծրագրավորմանը վերաբերող կես եւ ունենք computer science կարող ենք անվանել, հա, կամ տարբեր ձևերով կարելի անվանել, բայց computer science-ը բավական լավ է նկարագրում այդ բլոկը։ Ուրեմն իրականում C++ topic-ներն էլ միայն C++ չեն, ակնհայտորեն, հա։ Մենք սկզբից պլանավորել ենք, որ ամենաբարձր մակարդակի լեզուն կլինի C++-ը, այսինքն կլինեն ոնց որ ասած տարբեր մակարդակի լեզուներ, դրանցից ամենաբարձրը կլինի C++-ը, եւ այո, մենք C++-ի թեմաներ էլ ենք ունեցել, բայց մենք ունեցել ենք նաեւ ավելի ցածր մակարդակի ինչ որ թեմաներ, ամբողջական ցանկը տեսնում ենք, ուրեմն սկսել ենք Hello World-ից, հետո կտրուկ անցել ենք Pointer-ների, հետո LLVM IR-ի հետ ենք ծանոթացել, հետո սովորել ենք այդ ամբողջական compilation linking process-ը, հա, եւ multi-file պրոյեկտներ սարքել, ընդհանուր մինչեւ սարքել ենք պրոյեկտ, որը բաղկացած էր տարբեր լեզուներով գրված ֆայլերից, չէ։ C++ էլ կար, IR-էլ կար մեջը ու հետագայում assembler-ով էլ կգրենք, դա էլ կարող ենք ավելացնել։ Makefile-ին ենք ծանոթացել որպես մեր build անող գործիք, debugging-ին, if, while, for եւ այլ տեսակի loop-եր, բայց ինչն է կարևոր, որ այս պահից սկսած մենք արդեն սկսել ենք ավելի խորը մակարդակում այդ ամեն ինչը նայել, լավ, if-ն ու while-ը ոչ թե ուղղակի անցել ենք C++-ում այսպիսի հրամաններ կան, այլ թարգմանել ենք դրանք IR-ին ու նայել ենք, թե իրանք ի վերջո ինչ են դառնալու, լավ, IR-ի, LLVM IR-ի մակարդակում ինչ են դառել արդեն եւ ոնց որ հասկացել ենք, թե ուր դա մեզ կարող է տանել։ Ինչպես նաև մի քիչ շեղվել ենք, այսպես ասած, C++-ից, օրինակ test driven development-ի հետ ենք ծանոթացել, մի հետաքրքիր մոտեցում, որը փոխում է ոնց որ ծրագրավորման գործընթացը, հա, ոտքից գլուխ փոխում է եւ բերում է նոր որակ։ Հուսով եմ, հեսա մեր ուսանողները կկիսվեն մի քիչ իրենց մտքերով այդ թեմայով։ Pointer-ներ եւ array-ներ, memory layout, call stack, բավական հետաքրքիր ու խորը թեմաներ են, բավականին խորացել ենք ստեղ ու շատ հետաքրքիր տնային հանձնարարություն կար ու ունենք հաջող կատարված աշխատանքներ։ Հետո struct union ճանապարհով դուրս եկանք դեպի կլասներ եւ օբյեկտորոշված ծրագրավորում, նկատելով որ դա այնքան էլ տենց մի մեծ հեղափոխություն չի, ընդհանրապես ինչ որ նոր գրելաձև է, հետաքրքիր ինչ-որ հնարավորություններով։ Հետո խորացել ենք օբյեկտորոշված ծրագրավորման մեջ, inheritance եւ polymorphism թեմաների մեջ ենք բավական խորացել, ընդ որում այնքան բավական, որ IR-ով գրած կոդն էինք նայում ու երբեմն էլ որոշ ուսանողների խնդրանք պահանջով assembler-ով գեներացված կոդն էլ էինք նայում, որ հասկանայինք, թե ինչ որ բաներ ոնց են աշխատում։
Ինչպես նաև խոսացել են կոնստրուկտորներ, դեստրուկտորներ, abstract class-եր թեմաներից, վերջին դասին reference-ներ եւ template-ների մասին ենք հասցրել խոսել։ Ուրեմն դա C++-ի բլոկներ։ Այդ ամենին զուգահեռ, ոնց որ շաբաթական 1 դասել, հիմնականում հատկացրել են computer science topic-ներին, սկսել ենք թվային համակարգերից, հետո երկուական համակարգի մեջ ենք ավելի խորացել, թվաբանությունը երկուական համակարգում, բուլեան հարաշվին ենք ծանոթացել, որից հետո արդեն դուրս ենք եկել դեպի դրամաբանական շղթաներ, gate-եր, հա, եւ դրանց միջոցով կառուցել ենք շղթաներ, այդտեղ սկսել ենք այդ NAND game-ով գնալ առաջ, ամեն շաբաթ ոնց որ մի թեմա խորանալով գնացել ենք քիչ առաջ, վերջնական նպատակն է սարքել ամբողջական processor, եւ դրան զուգահեռ սովորել ենք ավտոմատներ, finite state machine, հա, անգլերեն, Turing-ի մեքենաներ, հետո մի հատ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք, բավական երկարատև, երբ մեկ այլ կողմից էինք բարձրանում դեպի այդ CPU-ի գաղափարը, լավ, controller-ների ճանապարհով ավելի པարզ controller-ի սկսեցինք, հետո համեմատաբար ավելի բարդ controller-ի անցանք եւ ի վերջո հասանք հասանք այն մակարդակին, որտեղ կարող ենք հասկանալ, թե CPU-ն ինչով է առանձնանում այլ շղթաներից, այլ սխեմաներից, հա, որոնք կարող են ինչ-որ բան հաշվարկել։ Եվ ի վերջո խոսեցել ենք software architecture ճարտարապետության մասին եւ մասնավորապես solid սկզբունքների, ինչը մեր առօրյա աշխարհում կարելի ասել, որ դոմինանտ սկզբունքներից է ճարտարապետության մեջ։ Հիմա մի հատ էսպիսի ամփոփում, հա, որպես կուզեմ անենք sense մի հատ process, կխնդրեմ մեր ուսանողներին հերթով ոնց որ ներկայանան մի փոքր զուտ որպեսզի հասկանանք, թե դուք ինչ background ունեք, որտեղից եք գալիս եւ ուր եք գնում, հա, եւ ինչու եք հայտնվել այստեղ, ինչ նպատակով եք հայտնվել, ու կուզեմ նաեւ հասկանանք, թե որքանով է այս process-ը, որ մինչեւ հիմա մենք տեսնում ենք, ձեզ օգնում ձեր ճանապարհին։ Ինչ եք մինչեւ հիմա տեսել, ինչ եք զգում ու ոնց եք մտածում ապագայի հետ կապված, լավ, այսինքն այս դասընթացը ձեզ ուր կտանի։ Լավ։ Շատ լավ։ Եկեք սենց անենք, ես չգիտեմ կամայականության, չէ, ոնց է կոչվում, ազատ կամքի եւ նմանատիպ սկզբունքներ, հա, կիրառենք։ Ով կցանկանա կիսվել մեր հետ։ Ես այստեղ նշումներ կանեմ։ Ումից սկսենք։ Վազգենից։ Շատ լավ, Վազգեն ջան։ Սկսենք քեզնից։ Sense ինչ որ պարտադիր ֆորմատ չկա։ Չէ, ազատ ֆորմատը ուղղակի լավ կլինի, որ ներկայանաս, որ իմանանք ով ես, որտեղից ես գալիս, ուր ես գնում, լավ, այտենց։ Շատ բարի։ Մինչև հիմա սովորում եմ պոլիտեխնիկում, մագիստրատուրան վերջացրել եմ, արդեն սովորում եմ ասպիրանտուրայում, բայց դրան զուգահեռ հասկանալով, որ որտեղի գիտելիքը այնքան խորը չի, որ կարա ինձ իմ sense ասած ճանապարհին ինձ շատ է պետք գալու գիտելիք, ես հասկացա, որ պետքա շատ ավելի խորը մտնել այս ամեն ինչի մեջ։ Ու լսելով պարոն Մարտիրոսյանի մասին մի քանի անգամ իր վիդեոներն եմ նայել YouTube-ում, Mutex School-ի, հա, այնտեղից ոնց որ ինձ ինչ որ չափով ծանոթ էր այս ֆորմատը ու իմ մոտավորապես ինչ որակի գիտելիք հատարվում, որովհետեւ որ միանշանակ պետքա, ոչ թե պետքա թե չէ, այլ միանշանակ պետքա, որ ոնց որ ավելի լավ, ավելի թարմ գիտելիքներ ունենամ ու այն գիտելիքները, որոնք որ կիսատ է, որոնք որ դու, նո, sense է, չէ։ Սովորելու ընթացքում դու մտածում ես, այսինչ բանը գիտես, բայց իրականում, երբ որ դու իմանում ես, որ չէ, սովորը էսի այդքան է ճիշտ չի քո իմացածը, ավելի ճիշտ ես իմանում, էլի։ Ինքեր Մարտիրոսյանը այդ առումով շատ ավելի մատչելի է բացատրում ու ավելի հասկանալի ու sense ասած չի զլանում մեկի տեղը 2-3 անգամ կամ 4 անգամ նույն բանը տարբեր անկյուններից բացատրի, հա։ Ու ես մտածում եմ այն մարդիկ, ովքեր որ ուզում են ռեալ խոր գիտելիք ունենան, նման կուրսեր, նման գիտելիք իրանց պետք է։ Ես մտածում եմ
որ Հայաստանում շատ քիչ է, էլի, որ դու կարաս գնաս ու սենց խորը գիտելիք վերցնես հայերեն լեզվով, կամ պետքա շատ թույն անգլերեն իմանաս, գնաս այնտեղ, չգիտեմ, տարբեր կուրսեր եւ այլն, որոնք էլի միանշանակ պետք են, բայց այն որ start տաս, ընկնես ինչ-որ սենց ուների վրա ու լավ բազայով, ինձ թվում է այսի ամենաթույն տարբերակներից մեկն է։ Շատ լավ, շնորհակալություն Վազգեն ջան, կուզեի մի քիչ ավելի թեմաների վերաբերյալ քո դիրքորոշումը հայտնես, մոտեցումը հասկացա, խորությունը շատ լավ բառեր ասացիր, հա, որ քիչ է պատահում, որ այսպիսի խորությամբ հայերեն նյութ լինի, իսկ ինչ կասես հենց թեմաների վերաբերյալ, արդյոք դա քո պատկերացրած process-ն է։ Միանշանակ, ոնց որ շատ abstract ասացի, այն թեմաները, որոնք որ մենք ուսումնասիրում ենք, հա, օրինակ LLVM-ի աշխատանքը կամ ստրուկտուրան տակից ինչ է, հա, կոպիտ ասած, կամ այն նույն reference pointer-ը, ցույց նշելով գնամ, սկզբում ուրիշ պատկերացում ունես այդ ամեն ինչի մասին ու ուրիշ ձև ես պատկերացնում, դու վստահ ես, որ այդպես գիտես, բայց այս կուրսի շրջանակներում հասկանում ես, որ դեռ ուրիշ ձև է աշխատում ու այն կոնֆլիկտները, որը որ կա քո գլխում, ոնց որ սկսում է կամաց մարել։ Ստեղ դիքը իմ համար նոր բաներ կար, հա, մեկը հենց այն controller-ի modeling-ի process-ը, օրինակ ես սենց շատ խաոտիկ էի սկսում, մի հատ սկզբից, մի հատ վերջից, մի հատ մեջտեղից, բայց ստեղ ոնց որ մի հատ սենց հստակ sequence եկավ իմ մոտ, թե ոնց կարելի է controller-ը դիզայն անել, ու ինձ թվում է դա շատ կարևոր է։ Շատ լավ, շնորհակալություն, լավ բաներ ես ասում, արի մի հատ ստեղ սենց մի հատ ճշգրտում էլի անենք, նայ, մարդկանց համար կարող է հնչի տարօրինակ, որ C++-ի դասընթաց է, իսկ դու ասում ես ինչ-որ controller design անել ու որ դա շատ լավ է, կարող ես մի փոքր մանրամասնել ինչու ես դու մտածում, որ դա լավ է ու ինչ կապ ուներ controller-ի դիզայնը, էլի C++-ի հետ, քո կարծիքն է իհարկե։ Շատ լավ, ոնց որ ստեղ հարցը այն է, որ մենք C++-ով կանենք, թե մի հատ ուրիշ ծրագրավորման լեզվով, վերջի վերջո օրից մի օր մեզ սենց ասած task-եր task-եր չասեմ, մեծ խնդիրներ հանդիպելու են, որոնք որ պետքա փորձենք լուծենք controller-ներով, ու երևի թե լեզուն այդքան կապ չունի, թե դու ինչ կանես, այսինքն բարիբոմ C++-ում կարող ավելի շատ հանդիպես, որովհետև դու տենց բաների հետ ես գործանում, բայց controller ասվածը, սենց մեծ abstract գաղափար է, որը որ մենք հենց ուսումնասիրում ենք C++-ի այս դասընթացի շրջանակներում, էլի։ Գիտեմ, կարծա, սենց միշտ արտահայտվում։ Ամեն դեպքում քո կարծիքն է ճիշտ է, որ լավ, նայ, հիմա controller-ը ոնց որ մի հատ ավելի մեծ թեմայի մեջ ենք, չէ, ուսումնասիրում, որպես ենթաթեմա, այդ մեծ թեման եթե նայենք, ընդհանրապես հաշվողական սխեմաներ, հա, պրոցեսոր, այդ ամենը ինչ կապ ունի C++-ի հետ, արդյոք պետք է դա։ Միանշանակ պետք է, այն առումով, որտեվ C++-ը ավելի, սենց ասած, մոտ է, հա, այդ hardware-ին ու պատկերացնել իր աշխատանքը ավելի խորքից, ինձ թվում է անհրաժեշտ է, քանի որ երբ որ դու միտեղ ինչ-որ մի բան ես անում ու դու դրանից ինչ-որ չափով վախենում ես, դու հնարավոր է քո գործը այդքան լավ չանես։ Ու շատ ավելի բարձր abstract-ային, ավելի բարձր մակարդակի լեզուներում հնարավոր է դա քեզ չխանգարի, բայց C++-ով լուծվող խնդիրները, օպտիմիզացիայի խնդիրներ կլինի, այնտեղ պայսկովի դվիժոկ կլինի եւ այլն, ժամանակ առ ժամանակ, նաեւ embedded-ը ժամանակ առ ժամանակ պահանջում են օպտիմիզացիաներ, որոնք որ հիմնված են գիտելիքների վրա։ Ու այն գիտելիքները, որ մենք անցնում ենք այս դասընթացի շրջանակներում, հենց hardware related է, այսինքն ես մտածում որ միանշանակ պետք է։ Շատ լավ, շնորհակալություն, ու մի հատ էլ սենց հարց։ Ինչ ես կարծում, եթե սենց շարունակենք, հա, հələ դե իհարկե կեսնել չենք հասել, բայց եթե սենց շարունակենք, քո պատկերացրած տեղը կհասնես,
այնտեղ որ դու մտածում էիր, որ պետք է հասնես այս դասընթացի ավարտին։ Եվ ասելով նկատի ունեմ գիտելիքի մակարդակ, հա, ոնց որ գիտելիքի հմտությունների քո մակարդակը։ Ես մտածում եմ այս դասընթացը sense մեծ ուժեղ բուսթանող sense որ ռակետների կողքը մեծ sense բուստեր են դնում, sense ինքը իր համար դանդաղ գնում է, հետո sense մեծ ուժեղ տալչոկ է տալի։ Ես մտածում եմ նման միջոց է միանշանակ ինձ թվում է 8 ամիսը, 6-ից 8 ամիսը երևի թե քիչ է, որ sense լավ լրիվ ծածկվի, բայց այն բազային բաները, որոնք որ պետք է որ մարդ չվախենա, հա, sense կոպիտ ասած չվախենա, այս ամեն ինչից երևի թե հերիք է, բայց մնացածը արդեն ժամկետների հետ կապված է, հասկանալի է, որ արդեն պետք է զբաղվել, էլի։ Բայց ինքը շատ sense իմ կարծիքով ուժեղ բուսթեր է ու այն սպասումները, որը որ ես ունեի, ես անգամ մտածում եմ, որ անկեղծ տենց էլի, որ դաժե շատ է, քան որ ես պատկերացնում եմ, որ ես կարամ ստեղ շատ ինչ որ պետք է քաղեի, դրանից ավելին է։ Շատ լավ, շատ շնորհակալություն, այսինքն ստացվում է, որ այս են առաջի լեվելի բուստերն է, բայց դրանից հետո հլերելի կան, չէ, դե երկրորդ քայլ, երրորդ քայլ չէ, ոնց է որ հրթիռներ ունենում են, այն մնացածը արդեն երևի ինքնուրույն պետք է անեք։ Շատ լավ, շնորհակալություն, ավելացնելու բան ունես։ Երևի չէ։ Ես տեղ ընթացքում գրում էի քո մտքերից մի մասը, բոլորը չէ, մի հատ կարող ես նայել, եթե կարծում ես ինչ-որ բան քիչ չեմ գրել, հետո կասես կողենք, լավ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուզում լսել հաջորդ մասնակցին, ով կուզենա արտահայտվի։ Էլեոնորա, շատ լավ։ Էլեոնորա, լսում ենք։ Ողջույն բոլորին, ես Էլեոնորան եմ։ Ակադեմիական կրթությունս եւ բակալավրիատը եւ մագիստրատուրան եղել է տնտեսագիտության ոլորտում։ Արդեն 3 տարի է աշխատում եմ որպես automation QA ինժեներ, ծրագրավորման լեզուն Python-ն է, որով աշխատում ենք։ Ինչպես նկատեցիք, background knowledge չեմ ունեցել ոլորտում, բայց միշտ փնտրել եմ հարմար առիթ, որպեսզի այդ բացը լրացնեմ։ Դասընթացի մասին ինֆոն տեսնելուց չեմ երկմտել նույնիսկ, միանգամից դիմել եմ եւ ծանոթանալով դասընթացի ընթացքում անցկացվելիք ծրագրին քննարկել եմ նույնիսկ իմ ավագ ընկերների հետ, ով ավելի ինֆորմացված են եւ նրանք եւս ասել են, որ այն ծրագիրը, որը մենք անցնելու ենք, համալսարանի գրեթե 2 կամ 3 կուրսերի ծրագիր է ենթադրում։ Նշեմ ավելի շատ դասընթացի մասով, մեր դասերը ձայնագրվում են ամեն հարմար պահի, մենք հասանելիություն ունենք մեր դասընթացին, անցկացվող նյութերին, հետադարձ կապը շատ օպերատիվ է, որովհետև ամեն դասից հետո մենք ունենում ենք տնային հանձնարարություններ եւ երբ լինում են որոշակի հարցեր, մենք պարոն Մարտիրոսյանի հետ անդադ կապի մեջ ենք եւ պարոն Մարտիրոսյանը մեզ բավականին արագ եւ օպերատիվ ուղղորդում է։ Սկսել ենք դասընթացը բավականին սկզբնական կետից, այսինքն ուսումնասիրել ենք ինչ է թիվը, թվի մեծությունը, ուսումնասիրել ենք 8-ական, 12-ական, 16-ական համակարգում կոդավորումից մինչև ավտոմատներ, Թյուրինգի մեքենա։ Ունեցել ենք շատ թեմաներ, որից հետո ես անձամբ նկատել եմ իմ մեջ, որ ունեմ մտածողության փոփոխություն ու ամեն անգամ նոր դասի հետ զուգահեռ հասկանում եմ, ինչ ճիշտ քայլ եմ ես արել, որ ամիսներ առաջ դիմել եմ դասընթացին։ Ահա, շատ կարևոր բառեր ասացի, շնորհակալություն։ Կարող ես մի քիչ ավելի մանրամասնել ինչ է նշանակում մտածողության փոփոխություն, ոնց ես դա զգացել, էլի, ինչի վրա է անդրադառնում։ Շատ լավ, ամենահատկանշականը, որ այս պահին եկավ իմ մտքին, մեր test driven development դասընթացն էր, որ մենք փակեցինք։ Ես իրան ուսումնասիրել էի իմ աշխատանքին զուգահեռ, ինքնուրույն կուրսերով, բայց երբ որ մենք անցանք միասին այս դասընթացի, ես հասկացա ինչքան բաց թողումներ ես ունեի ու ինչա իրականում ներկայացնում իրենց test driven development-ը եւ ունենք գործնական առաջադրանք դրանով աշխատել, որտեղ ես նախկինում փորձ չեմ ունեցել աշխատել TDD մեթոդով եւ ավելի առնչվելով գործնական մակարդակում ոնց է կոդը մի տողից դառնում 10 կամ 20 կոդ ու դա արվում է ամեն քայլում նոր տեստ գրելով,
դա ծրագրավորման ինչ-որ հետաքրքիր մոտեցում է, որը ես նախկինում չեմ տիրապետել։ Շատ լավ, TDD-ին դե միգուցե շատ մասնավոր օրինակ է ու միգուցե քո երկայիս մասնագիտության հետ շատ խոսում է, միգուցե դրա հետ է կապված, որ այդպիսի մեծ ազդեցություն է թողել, իսկ կարող ես այլ թեմաների հետ կապված օրինակ, հա, ասենք ես մեր hardware, digital design, այսպես ասած, այդ processor-ներ, controller-ներ եւ այլն այդ թեման կամ LLVM IR-ի միջոցով C++-ը հասկանալու գործընթացը, օրինակ այդպիսի բաները ոնց են քեզ օգնում են թե չէ, թե հակառակը միգուցե չափից դուրս խորնա ու ինչ-որ պահից հետո արդեն ուղեղը հանձնվում է, ասում է լավ ոչինչ, ես մեկնել ոչինչ որ չհասկացա, ասենք թե ինչ կասես այդ մասին։ Իրականում TDD-ին նշեցի, որովհետև ինքը առաջինը եկավ իմ մտքին, բայց մեր ամեն դասը իրենց ներկայացումը որոշակի բացահայտում։ Մենք, ինչպես նշեց պարոն Մարտիրոսյանը, մեր C++-ը թարգմանում ենք մեքենայական կոդի, դա LLVM IR-ի մակարդակով, ու ամեն քայլի ավելի ներքև իջնելով, տեսնելով թե ոնց է կոդը աշխատում, ոնց որ ավելի մեզ մոտեցնում է պրոցեսորի մակարդակին եւ եթե ես առաջ գրում էի Python-ում ինչ-որ սինտաքս, որը գրում էի պահանջներից ելնելով, հիմա ես արդեն կարողանում եմ կապեմ ինքը ոնց է այսճանաբար թարգմանվում ու իր տակ կոպիտ ասած ոնց է աշխատում։ Եվ շատ հետաքրքիր է ինքը, ավելի լոգիկալ է դառնում այն կոդը, որը դու հիմա գրում ես ու դրանով աշխատում ես։ Այդպես, իսկ controller-ների հետ կապված առաջին փորձն է իմ դիզայն անել որոշակի software ու մտածել մի համակարգի մասին, որից գուցե դու քիչ թե շատ ինֆորմատիվ չես եղել, այսինքն քո ինֆորմացիան այդ դաշտում քիչ է եղել ու դու անհրաժեշտություն ես ունեցել որոշակի հետազոտություն անես, հասկանաս ընդհանրապես ինչ է հոսանքը, որտեղից է գալիս, ուր է գնում, ոնց է այդ ամեն ցիկլը կազմակերպվում եւ իրանից էլի շատ հետաքրքիր աշխատանք է ենթադրում, հատկապես դրա իմպլեմենտացիան արդեն NAND game-ի կոմպոնենտների միջոցով ավելի պրակտիկա դարձնում ու հուսամ ապագայում ավելի մեծ պրոյեկտներ գծագրելիս, դիզայն անելիս կհիշենք սա ու սրա հիմքով ավելի ճիշտ աշխատանք կկատարենք։ Շնորհակալություն, մենակ մի հատ դիտողություն, ոնց որ ասացիր software նախագծում, նկատի ունեի hardware, հա։ Hardware, հա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ-որ բան կուզես ավելացնել։ Չէ, երևի ընդհանուր գաղափարը ներկայացրի, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Եղավ, էլի նշումներ եմ արել, մի հատ խնդրում եմ նայես, եթե հանկարծ ինչ-որ բան քո ուզածը չէր, հետո կդզենք։ Ով ձեր բարձրացրեց, ինչպես է։ Վազգեն, ավելացնելու բան ունես։ Ճիշտ ասած մոռացել էի նշեմ, որ embedded ներդրված համակարգերի ոլորտում 4 տարուց ավել արդեն աշխատում եմ։ Որոշակի փորձ ունեմ, էլի, չեմ ասում, ասեմ ինչ բան, բայց կա ինչ-որ մի բան հասկանալու համար այս դասընթացը իրոք լավն է, թե չէ։ Այսինքն ավելի լավ գնահատելու բաներ ունես, գործիքներ, քո աշխատանքի մեջ կիրառական գիտելիքը թե ոչ, ոնց է օգնում։ Շատ լավ։ Եղավ, շնորհակալություն։ Շատ լավ, գնանք առաջ։ Ով կուզի արտահայտվել։ Վահրամ, լսում եմ։ Բարև ձեզ, ես Վահրամն եմ, ՀՀ ռուսական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող եմ, շաբաթներ հետո կավարտեմ համալսարանը, դիպլոմային աշխատանքս կներկայացնեմ, դասընթացի մասին իմացել եմ կուրս ընկերուհուցուս, ով ձեր մոտ էլի դասընթացի էր մասնակցել տարիներ առաջ, բացի դրանից առաջին կուրսում, երբ որ ուսումնասիրում էինք բուլյան ֆունկցիաների դասընթացը, ես YouTube-ում ձեր վիդեոներից նայել էի ու շատ էի հավանել ձեր բացատրելու ոճը, ձեր բացատրելու խորությունը, որովհետև իմ մոտ էլ դասընթացի ընթացքում
ես միշտ կենտրոնանում եմ այդ դետալների վրա ու միշտ հետաքրքրում է այդ ամեն ինչը ու դրա վրա էլ հիմնվելով զգացի, որ ինձ պետք է դասընթացը ու չեմ փոշմանել, որովհետև իրոք այն ամեն ինչ անում ենք ստեղ ինձ շատ է դուր գալիս, որ ավելի խորությամբ ու դետալներով ուսումնասիրում ենք ամեն ինչ, օրինակ հենց C++ ծրագրավորման լեզվի հետ կապված, երբ որ ուսումնասիրություններ ենք անում, մենք միշտ թարգմանում ենք մեր կոդը, source կոդը LLVM IR ծրագրավորման լեզվով, ինչը ավելի հնարավորություն է տալիս ավելի խորը ըմբռնելու, հասկանալու, թե ինչ ձև է այդ կոդը աշխատում, որ իրականում ինքը տենց առեղծված չի, էլի ավելի պարզ է դարձնում պատկերը ու հնարավորություն է տալիս նաև ինչ ոնց որ հետազոտություն անել է սովորացնում։ Այս դասընթացից ես էդ եմ սովորել, որովհետև ոնց որ ինչ որ բան որ ուզում ենք սովորենք, հենց այդ process-ը երբ որ թարգմանում ենք LLVM IR-ի ու սկսում ենք ուսումնասիրել ավելի խորքային հասկանալու համար ինչ է կատարվում, դա հետազոտություն է ու շատ օգտակար է։ Computer science-ի մասով էլի շատ հետաքրքիր էր սկիզբը հենց թվի գաղափարը սկսելով ու էլի տենց մանր խորանալով միջև որ հասկանալը processor-ի աշխատանքը, համակարգչի ներքին ճարտարապետությունը, controller-ների աշխատանքներ, controller-ներ դիզայն անելն էր շատ հետաքրքիր process, կուզեի հիշատակի Վազգենի ասածը այն իմաստով, որ ոնց որ ավելի դուխ է տալիս, որ ինչ որ բանից նենց որ ավելի դուխով լինենք հետո, էլի չվախենանք ինչ որ բաներից ու հենց օրինակ controller design անելու process-ին ես կարելի ասել, հա, վախով եմ մոտեցել այն իմաստով, որ առաջի անգամ ինչ-որ բան պետք է անեմ, մի քիչ այդքանը չէի պատկերացնում ոնց է լինելու, բայց ինձ դուր է գալիս օրինակ գնահատման համակարգը, երբ որ ձեր կողմից սահմանված մինչև 100 բալային կարգով, որովհետև հնարավորություն է տալիս տեսնես թե աշխատանքի ինչքան մասն է ճիշտ արած։ Իհարկե լիարժեք չի ստացվել դեռ այդ պրոյեկտը անելը, բայց 100-ից 70 ոնց որ էլի ցույց է տալիս, որ ահագին բան եղել է, ավելի ոգևորված եմ։ Ինչպես նաև շատ գոհ եմ մարդիկ կան, որ օրինակ կարան դժգոհ լինեն on-line ֆորմատից, բայց ես կողմ եմ այս ամեն ինչին, ինչ իմաստով, որ օրինակ ինչ-որ բաներ կան, որ կարաս այդ պահին այդքան էլ չպատկերացնես կամ լավ հասկանաս, թեկուզ եւ հարց տաս, բայց էլի ինչ-որ ձևով ու կարաս շատ կամ հոգնած լինես կամ միտքդ տեղը չլինի, ինչ-որ բան չհասկանաս ու այդ ռեկորդինգները նայելը հնարավորություն է տալիս ավելի ամրապնդես այդ ամեն ինչը ու շատ լավ է։ Լավ, շատ լավ բաներ ասացիր, շնորհակալություն։ Այնուամենայնիվ, մի հատ տարօրինակ բան կա, հա, ոնց որ C++-ի դասընթացին սովորում ենք LLVM IR։ Ուրիշ լեզու է, շատ քիչ կարելի ասել, շատ քիչ տեղեր օգտագործվում աշխարհում, այսինքն դուք դժվար թե գտնեք մարդ, ով կյանքում LLVM IR-ով կոդ է գրում։ Հա, կան մարդիկ, ովքեր նայում են այդ գեներացված կոդը եւ հասկանում են ու դրանից ինչ-որ հետևություններ են անում, բայց հենց որպես ծրագրավորման լեզու իրան չեն օգտագործում։ Պրակտիկորեն երևի ոչ մի տեղ, բացի ընդհանրենք ինչ-որ շատ նեղ, շատ սահմանափակ տիրույթից։ Օրինակ ոնց ես վերաբերում այդ փաստին, որ ստիպված ես եղել սովորել այդ լեզուն։ Նորից շերտենք, հա, ինքը ասեմբլերային լեզու չի, ասեմբլերային լեզուներ առանձին կատեգորիային եւ այո, իրանք ունեն կիրառության իրանց ոլորտը, հա, ընդհանրենք օպերացիոն համակարգերի ոլորտում անփոխարինելի են, բայց օրինակ LLVM IR լեզուն չունի այդպիսի կիրառություն, էլի որպես ծրագրավորման լեզու իրան չեն օգտագործում։ Հիմա օրինակ դու ոնց ես դրան նայում, որ ստիպված ես եղել սովորել նոր լեզու, մեկ էլ արդյոք սովորել ես այն իմաստով, որ եթե պետք լինի կկարողանաս կոդ գրել այդ լեզվով։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին։ Իրականում դասընթացի անունը C++ master class-ը, բայց երբ որ ես կարդացել եմ թե դասընթացի ընթացքում ինչ պետք է ուսումնասիրվեր, ձեր կողմից նշվել էր նաև, որ ավելի ցածր մակարդակի լեզուներն է ուսումնասիրվելու։ Պատկերացնում եմ, որ assembler պետք է լինի, բայց LLVM IR-ի մասին չէ լսել, առաջին անգամ հենց ստեղ եմ լսել։
ասեմ, որ ստիպված չեմ ուսումնասիրում, որովհետև ինձ շատ դուր է գալիս այդ process-ը, երբ որ հասկանամ, թե C++-ի source code-ը ինչի է ձևափոխվում, վերջի ինչա դառնում։ Ու ինչպես նշեցի, ինքը ոնց որ skill է տալիս համել այս դասընթացները այդ իմաստով, որ հետազոտություններ կատարել ենք մենք սովորում, թե ոնց կարանք ինչ-որ բան, որ մեզ հետաքրքիր է իմանանք, այդ process-ը ոնց անենք, էլի։ Շատ լավ, իսկ արել ես ինչ-որ հետազոտություն ինքնուրույն, ինչ-որ թեմա կա, որ հետաքրքրել է, խորացել ես ու արդյունքներ ես ստացել։ Նոր թեմաներ իրականում չեմ հետազոտել, բայց ես ինքս որ կոդեր եմ գրում, թեկուզ ինչ տնայիններ որ տալիս եք կամ ինչ-որ քննարկում եք, ես ինքս էլի այդ թարգմանությունները անում եմ ու փորձում եմ ինչ-որ բաներ իմ աչքով տեսնեմ, էլի հասկանամ։ Լավ, ստեղ մի հատ էլ թեմա կար իրականում, որ ես չէի նշել, մենք պոլիմորֆիզմ ուսումնասիրելուց մեկ էլ հանկարծ ցած կատարեցինք C# ու հանձնարարություն ունեիք ուսումնասիրել, թե C# լեզվում ոնց է տեղի ունենում պոլիմորֆիզմի այդ աշխատանքը եւ ուսումնասիրել C# ավելի ցածր մակարդակում գտնվող IL լեզուն ու զուգահեռներ տանել C++-ի հետ, օրինակ, ինչ ես կարծում, դա որ ձև կորելացվում է այդ ամեն ինչի հետ ինչ մենք անում ենք եւ արդյոք դա քեզ օրինակ օգնել է։ Անկեղծ ասած, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հանձնարարությունը դեռևս չի կատարված իմ կողմից։ Լավ, ափսոս։ Մարդ կա ով այդ հանձնարարությունն արել է, ուղղակի քանի որ թեման բացվեց, մի հատ այս հարցը քննարկենք, էլի։ Մարդ կա ով C# պոլիմորֆիզմն էլ հասցրել է ուսումնասիրել, իհարկե կան, ես գիտեմ որ կան, ով կուզենա մի երկու բառ ասի ասենք դա ձեզ պետք եկավ, թե չէ, օգնեց ինչ-որ հարցում, թե չէ, հա Մարտին։ Ես ուսումնասիրել եմ, իրականում այն գրքի էջերից կարդացել եմ, մի քանի հարցեր, էլի անհասկանալի էր, էլի research եմ արել, փորձել եմ այդ հարցերի պատասխաններն ստանամ։ Իրականում շատ տարօրինակ էր իմ համար այն փաստը, որ ոչ վիրտուալ ֆունկցիան IR լեզվով թարգմանվելուց որպես վիրտուալ ֆունկցիա էր կանչվում, բայց դեռ չեմ հասկացել, թե ինչի է այդպես, ժամանակի ընթացքում կփորձեմ հասկանալ։ IL, հա, երևի նկատի ունեի IL լեզվի, հա։ Իսկ օրինակ դա հարցը սենց է, էլի, նորմալ ընկալելի է, թե ինչներից է պետք, օրինակ ուսումնասիրել C# պոլիմորֆիզմը, այն դեպքում, երբ մենք C++ էինք անցնում։ Հələ տենց նայենք, հա, ոնց որ դա ուրիշ լեզու է, իր աշխարհն ունի, հա, իր ամեն ինչով, ասենք ինչի է պետք մեկ էլ հանկարծ ցած կատարել այնտեղ։ Դրան ո՞նց եք նայում։ Այո, Մարտին։ Ես դրան նայում եմ սենց, նու շատ եք նշել, շատ անգամ եք նշել ձեր կողմից, որ մեզ սովորեցնում եք նու կոնկրետ լուծումներ չեք տալի ինչ-որ խնդրի հետ կապված, այլ նաև սովորեցնում եք սովորել։ Ու այդ research-ները, այդ մակարդակի, երբ որ ինչ-որ լրիվ անծանոթ միջավայրում սկսում ենք ինչ-որ բան մենք ինքնուրույն փորձել հասկանալ, ոնց որ օգնում է այդ ամեն ինչի ուղղությամբ քայլ ենք անում ու ձեր ասածով փորձում ենք նաև սովորել առանց ինչ-որ պատրաստի լուծումների ու այդ դեպքում մեր մեջ ավելի լավ է տպավորվում այն ինքը որ սովորել ենք, ոչ թե տենց ուղղակի նայում ենք ու մի շաբաթ հետո խոսքի մոռանանք։ Շատ լավ, ճիշտ եմ հասկանում, որ փաստորեն C# ուսումնասիրության միջոցով ամրապնդվում է C++-ի պոլիմորֆիզմն էլ օրինակ, հա, այս դեպքի կոնկրետ այս օրինակի համար։ Նաև, հա, ու տարբերություններն ենք հասկանում ու ոնց որ ասես կողքից էլ մի հատ նոր լեզու ենք էլի սովորում։ Ստիպված մի հատ էլ լեզու ենք սովորում։ Շատ լավ, շնորհակալություն։ Հետ վերադառնանք Վահրամի թեմաներին։ Շատ լավ, Վահրամ ջան, ավելացնելու բան ունես։ Ոչ։ Եղավ, շնորհակալություն։ Անցնենք առաջ։ Ով կուզենա կիսվել։ Մարտին, ահա, շատ լավ, Մարտին ջան, լսում եմ։
նորից ողջույն ձեզ, ես Մարտինն եմ, ավարտել եմ Մարշալ Արմենակ Խամբերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, աշխատել եմ որպես ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական սպասարկման մասնագետ, դրանից հետո ժամանակի ընթացքում ծառայել եմ բանակում, որից հետո որոշել եմ փոխել մասնագիտությունս ու սովորել ծրագրավորում։ Սովորել եմ սկզբում Python լեզուն ու անցել եմ աշխատանքի։ Իրականում թե ոնց եմ իմացել ձեր դպրոցի գոյության մասին, մեր աշխատակիցներից մեկը էլի ձեր մոտ սովորել էր, իր միջոցով իմացել եմ դպրոցի գոյության մասին։ Երբ որ սկզբում այդ լեզուն ուսումնասիրում էի, չգիտեմ, իմ մոտ հարց էր առաջանում, օրինակ ուսումնասիրել էի, որ ծրագիրը ամեն դեպքում ինչ էլ որ ուզում լինի, պետքա վերջում 0 և 1 ինչ-որ թվեր դառնա ու կատարվի CPU-ի կողմից ու շատ ծրագրավորողների եմ հարց տվել, թե այդ 0-1-ը ոնց է դառնում կամ չգիտեմ, օրինակ ինչու է խոսքի 2 թիվը 1-0, այդ հարցը լրիվ անծանոթ ոլորտ էր, ինձ այդ ժամանակ հարցը հետաքրքրում էր ու շատ ծրագրավորողներից երբ որ հարցնում էի, այդ պատասխանը չէի ստանում այդ հարցի ու ինձ զարմացնում էր, թե ոնց կարելի է այդ հարցի պատասխանը չիմանալ ու դրանից հետո ոնց որ որոշում եմ, որ պետք է գիտելիքներս խորացնեմ մինչև այդ 0-1 մակարդակը։ Ու տենց ձեր վիդեոներն եմ գտնում YouTube-ում նաև ու նայում եմ այդ վիդեոները ամբողջությամբ, այդ են մասին, թե որտեղից եմ իմացել դասընթացի մասին ու ձեր մասին, ինչ վերաբերվում է մեր անցած թեմաներին, չգիտեմ, օրինակ առաջինը այստեղ նշել եք Hello World, եթե օրինակ Python լեզվում Hello World ծրագիրը անցնելու համար օրինակ անհրաժեշտ է ընդամենը մի րոպե, եթե չեմ սխալվում, մենք Hello World այդ դասը 2 դաս մոտավոր 4 ժամ տրամադրել ենք Hello World դասին։ Ուզում եմ այդքանով նշեմ, թե ինչ խորը մակարդակի ենք ուսումնասիրում ամենասկզբնական ծրագիրը, որ մարդիկ սկսում են սովորել ծրագրավորում։ Դրանից հետո pointer-ները էլի լավ խորը ուսումնասիրել ենք, pointer-ները LLVM-IR-ի հետ կապված էլի ինքը մի մակարդակ C++-ից ցածր է ու մեզ հնարավորություն է տալի, որ մենք մեր կոդը նայենք, թե ինչի է վերածվում։ Շատ դեպքերում ոնց որ ասում եք, մեզ կոմպիլյատորը խաբում է, օրինակի համար երբ որ ժառանգումն էինք անցնում կլասների, մի փոքր ցածր որ նայում ենք, հասկանում ենք, որ ոչ մի ժառանգում էլ չկա, այդ ուղղակի ինչ-որ fake արած բան է ու այդ գիտելիքը տենց ցածր մակարդակի շատ է օգնում հետագայում, չգիտեմ, ավելի բարդ համակարգեր ստանալու համար օրինակ։ Էլի կուզեմ առանձնացնեմ մեր elevator controller, մեկ է washing machine controller դասերը, էլի շատ խորը գիտելիքներ է տալիս ու հասկանում է ու մեզ մոտեցնում է CPU-ին ավելի ու մենք այդտեղ քննարկեցինք CPU ու controller-ների տարբերությունը, որն էլի 2 ժամ տևեց ու տենց ոչ ոքս չկարողացանք պատասխանել, թե իրաց տարբերությունը որն է, բայց էլի շատ խորը գիտելիքներ տվեց մեզ ու կուզեմ հիմա արդեն գիտեք, չէ՞։ Կարևոր է։ Մեկ էլ կուզեմ այս solid principle-ները առանձնացնեմ, կոնկրետ հիմա իմ աշխատանքում ես բարդ համակարգ եմ ծրագրավորում, ERP համակարգը ինքը ու հասկանում եմ, թե ինչ կարևոր է այս solid principle-ներին հետևելը, որովհետև երբ որ սկսում ես օրինակ չգիտեմ, կոդը երբ որ սկսում է աճել, ինչ-որ 50,000 տողը գերազանցում է, դառնում է այն ծառը տունը, որ ցույց էիք տվել ու իրան մենեջ անելը շատ դժվար է լինում, դրա համար այս solid principle-ները իմ համար
շատ կարևոր են ու շատ ուրախ եմ, որ այս ամեն ինչին էլ ենք անդրադառնում։ Այսքանը երևի թե Դուք մյուտ եք։ Շատ շնորհակալություն, ուղղակի կուզեմ ցույց տալ, թե ինչի մասին էր գնում խոսքը, Մարտինը նկատի ուներ այս տունը, Հաուլի քայլող ամրոցն է, եւ մենք դասերի ժամանակ խոսացինք սրա մասին, որ պետք է այնպես անենք, համակարգը որ սարքում ենք, այնպիսի հիմքերի վրա սարքենք, որ վաղը մյուս օրը չդառնա այսպիսի մի բան, այսինքն ինչ-որ անհասկանալի կառույց, որը պարզ չի, թե ինչի վրա է հիմնված, ուր է գնում, եւ ընդհանրապես ոնց է մնում մի կտոր, էլի ոչ չի քանդվում, իրականում տեղ կախարդանք կա այս ամրոցի մեջ, կախարդական ոգի կա, որը ամեն ինչ պահում է, էլի մենք չենք ուզում այդպիսի համակարգեր սարքել, դրա համար ուսումնասիրում ենք նաև solid principle-ները։ Շատ լավ, շնորհակալություն, Մարտին, մի հատ այսպիսի հարց, մեր դասընթացը քեզ այնուամենայնիվ տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու է 2-1-0 գրվում եւ ընդհանրապես այդ ոնց են, այսինքն դասընթացը դեռ չի ավարտվել, բայց այս պահին քո հասկացածի չափով, էլի, քո հարցերի պատասխանները գտնում ես։ Հա, իհարկե գտնում եմ, ամենասկզբից, երբ որ դասը սկսել է, մենք հենց այդ թեման ենք ուսումնասիրել, թվերը ու անգամ բազմապատկման աղյուսակն ենք կառուցել 8-ական համակարգի, 16-ական համակարգի, 2-ականինը շատ հեշտ է, ու իրանց այդ գործողություններ են կարել բաժանել, բազմապատկել, առաջի հասկից թվա թե ինչի է պետք, բայց շատ կարևոր գիտելիք է։ Շատ լավ, դե իրականում մենք նաև 12-ական համակարգը ուսումնասիրեցինք, եթե հիշում եք, օրինակ ինչ կարծիքի եք, այդքան խորանալը ձեզ ինչ է տվել, այդքան տարբեր համակարգեր, այդքան բազմապատկման աղյուսակներ եք կառուցել, թվաբանություն են կարել տարբեր համակարգերում, հետո նոր եկել ենք 2-ականին, չէ՞, ասենք մենք ահագին այս տարբեր համակարգերում պատտվեցինք, հետո 2-ականը ընդհանրապես որպես մի հատ օրինակ, որը իրոք շատ ավելի պարզ էր, չէ՞, ասենք 8-ական, 12-ական համակարգերը տեսնելուց հետո, ասենք 2-ականը դարձավ ինչ-որ խաղուպար, էլի։ Դրա մասին ինչ կարող ես ասել, ասենք քեզ պետք է օրինակ 12-ական կամ 8-ական համակարգում բազմապատկումը։ Պետք էր այնքանով, որ երբ որ ուսումնասիրում էինք ստեյքի կառուցվածքը, հենց pointer-ների միջոցով, պետք է կարողանանք այդ թվերը գումարել իրար 16-ական համակարգում, օրինակ, որ չգիտեմ, ստեյքի ամեն մի էլեմենտը կարողանանք նայենք, թե ինչ արժեք է իրանից ներկայացնում։ Նու այդ հանձնարարության մեջ այդ գումարման 16-ական համակարգում գումարումը շատ աղքն է ու բացի այդ ցուցիչների հետ աշխատելուց իրանք 16-ական թվերով հասցեներ են ու իրանք հետ այդ թվաբանական գործողություններ կատարելը շատ հեշտ է արդեն մինչդեռ եթե չանցնենք կբարթանանք էլի այդ հարցում։ Շատ լավ, շնորհակալություն։ Մեկ էլ solid principle-ները փաստորեն ասացի, որ աշխատանքի մեջ քեզ օգնում է։ Նորից, հա, եթե sense մտածենք, հիմնականում solid principle-ների մասին, երբ որ խոսում են, խոսքը գնում է C#, Java կամ միգուցե Python լեզուների մասին, ոնց որ sense պատմականորեն, էլի, C++-ով չեմ կարող հաստատ ասել, բայց ես այդպիսի տպավորություն, զգացողություն ունեմ, հա, որ C++-ով ոնց որ այնքան էլ այդ solid-ի հետ կապ չունի, ասենք դու օրինակ կապը տեսնում ես այդ երկու առարկաների, հա, որ մենք ասում ենք C++ ծրագրավորում եւ դրան զուգահեռ օրինակ անցանք solid principle-ներ կամ ընդհանրապես software architecture, հա, դա պետք է մեզ, թե առանց դրա էլ կարելի է ասենք յոլա գնալ, հա, այսպես ասած։ Չէ, ես գտնում եմ, որ պետք է ամեն դեպքում, նու օրինակ բերեմ, չգիտեմ, Linux-ի կոդը, այնտեղ չկա class, չկա ոչ մի բան, բայց այդ գաղափարները պահված են ու մարդիկ եթե չհետևեին այդ ամեն ինչին, չէին ունենա այսօր այդ Linux կոչված էլի, կամ կունենային շատ վատ կլինի։ Շատ լավ, այսինքն դու գտնում ես, որ ծրագրային ճարտարապետության սկզբունքները ավելի բարձր
ավելի լայն ասենք, ավելի լայն կիրառություն ունեցող բաներ են, քան ենթադրենք Java ու C# լեզուները եւ իրանց կարելի է նաեւ ոչ օբյեկտ կողմնորոշված տեղում էլ կիրառել, հա, այսինքն մեծ համակարգ նախագծել, որ չդառնա Howl-ի ամրոցի պես մի բան։ Ճիշտ եմ հասկանում։ Լավ համակարգ։ Դե C-ն օբյեկտ կողմնորոշված չի, բայց այդ սկզբունքները պահված են ու ոնց ասեցի, դրա համար օրինակ Linux-ը C-ով է գրված, նայում ես երևի 10 միլիոն տողից ավել կոդ է գրած, եթե ոչ ավել, բայց իրան սպասարկելը հեշտ է։ Այդ սկզբունքները եթե պահեին, ինչ չէր թվում, որ կարելի է ստանալ այդ արդյունքը։ Դու նայել ես այդ կոդը։ Հա, ինչ է դա կգիա։ Իսկ դասընթացից առաջ թե սկսելուց հետո։ Առաջ եմ նայել, ճիշտ է, առաջ որ նայում էի, բան չէի հասկանում, հիմա ինչ-որ միջին դեռ սկսում եմ հասկանալ։ Շարունակում ես նայել, շատ լավ, շատ հետաքրքիր։ Իրականում 1.300.000 քմիթ է, եթե հաշվենք, որ ամեն մեկը գոնե 5 տող կոդ է, առավելից 10 միլիոն տողի կարգի կա կարծեմ։ Այս վերջերս չեմ հետևել, բայց շատ է մեծացել։ Շատ լավ, Մարտին ջան, շնորհակալություն, ավելացնելու բան ունես։ Չէ, դեռ։ Եղավ։ Շնորհակալություն։ Նրանք առաջ ու ենք լսում։ Իշխան։ Ճիշտ ասած, եթե գրելով պիտի արտահայտես դժվար կլինի։ Իհարկե, ուրախ կլինեմ լսել քո կարծիքը, բայց մի քիչ դժվար կլինի գրելով։ Խնդրում եմ դու ուղղակի գրես, ես հետո կկարդամ էլի կամ հետո կխոսանք, ուղղակի որ տեխնիկական խնդիր կա, հիմա չեմ կարողանա կներես։ Պատրաստել գրել էիր։ Շատ լավ։ Իշխանի գրածը լավ, հեսա ուղղակի կտեղադրենք մեր ֆայլի մեջ եւ հետեւաբար Երևա։ Իշխան Գրիգորյան։ Իշխան Գրիգորյանը սովորում է Բերդարատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում, մասնակցել է ITV դասընթացներին, դեռ կա վերծրագրման գիտելիքներ, այս դասընթացի մասին իմացել է ITV դասատուից, որը իդեպ իմ նախկին ուսանողներից է, խորհրդատվել մասնակցել, դասընթացին երկու օր մասնակցել հասկացա, որ սա Հայաստանում անցկացվող լավագույն դասընթացներից մեկն է, շնորհակալություն, մինչև դասընթացին մասնակցել որոշակի գիտելիքներ ուներ ծրագրավորման մասին, շարունակությունը բայց չկա, այսքանն է։ Լավ, Իշխան ջան, ամեն դեպքում այս ֆորմատը մի քիչ դժվար կլինի գրելով անել, շարունակությունը հեսա, բայց ոչ խորացված, մի վայրկյան, շարունակություն կա։ Բայց ոչ խորացված, օրինակ LLVM-ի կարգի, որը շատ հետաքրքիր է։ Բացի այդ, ձեռք բերեցի կարելի ասել ինժեներական մտածելակերպ, եւ հիմա առօրյայում հաճախ եմ մտածում, թե ինչպես է աշխատում որևէ առարկա եւ փորձում եմ մտքով կազմել դրա կոնտրոլերը։ Շատ լավ, դրական կարծիք ունեմ դասընթացի ռեկորդինգների մասին, օրինակ երբ տվյալ օրը ծանոթացված եմ լինում կամ ինչ-որ խնդիրների պատճառով չեմ կարողանում հասկանալ նյութը, կարող եմ վերադառնալ եւ դիտել ռեկորդինգը, ինչը շատ օգնող է։ Եղավ, շատ լավ, շնորհակալություն կարծիքի համար։ Եթե ավելացնել բան ունես, կարող ես գրել նայեմ ընթացքում։ Ուրիշով կուզի արտահայտվել։ Աննա։ Լսում եմ։ Բարև ձեզ, ես Աննան եմ, ձայնս նայեցեք նորմալ լսվում է։ Ես ուրեմն իմ սկիզբը դեպի IT ոլորտ եղել է մոտ 3 տարի առաջ, իմ կրթությունը առողջապահական ոլորտում է։ Եվ ես սկսել եմ ուսումնասիրել 3 տարի առաջ JavaScript ծրագրավորման լեզուն ու մոտ 3 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Այդ աշխատանքային փորձի ընթացքում ինքնակրթվել եմ բազմիցս ու տարբեր տեղերում ինֆորմացիաներ փնտրելուց հանդիպել եմ հենց պարոն Մարտիրոսյան ձեր նյութերին, որոնք որ շատ են օգնել ուղղություն են տվել, թե ինչ կարելի է ուսումնասիրել կամ իմ մոտ առկա բաց թեմաները ունեցել են ձեր կողմից բացատրություններ
տրված եւ միշտ ինձ դուր է եկել ձեր բացատրելու ձևը, խորությունը, մոտեցումները ու աշխատանքիս ընթացքում զգացել եմ, որ պետք է որ ավելի խորապես հասկանամ համակարգչային գիտություններ կամ որոշակի այդպես կոնցեպտներ ու երբ որ տեսել եմ արդեն դասընթացը, այդպես որոշել եմ, որ անպայման պետք է մասնակցեմ դասընթացի թեմաները ընդհանուր առմամբ ես կարդացել էի, բայց չէի պատկերացնում, որ կարող է այս աստիճանի խորությամբ ուսումնասիրենք։ Շատ անգամ դժվարություններ է ինձ մոտ առաջանում, բայց մի քանի անգամ անդրադառնալով թեմաներին փորձում եմ հասկանալ, այդպես։ Շատ լավ։ Նախ ուզում եմ նշել, որ քո դեպքը մի քիչ հետաքրքիր է նրանով, որ դու ունես ոնց որ այլ background, հա, այլ ոլորտից ես եկել IT եւ շատ սպეციფიկ մասով ես, էլի ոնց որ IT-ին ծանոթ, JavaScript, web երևի թե, հա, երևի միայն ծրագրավորում ու այդ պարագայում անցում կատարել այսպիսի թեմաների շատ լավ նշեցիր, որ երբեմն դժվար է տրվում, պետք է լինում մի քանի անգամ նայել, հա։ Այնուամենայնիվ նախ ուզում եմ նշել, որ դու շատ մեծ պրոգրես ես ցույց տալիս, շատ մեծ աշխատասիրություն ես ցույց տալիս, դա միանգամից երևում է, հա, այսինքն միանգամից հասկացվում է, թե դու ինչքան ժամանակ ես ներդնում, ինչքան ես աշխատում ամեն մի թեմայի վրա եւ արդյունքը երևում է, բայց կուզեի այնուամենայնիվ մի քիչ տեղ խորանանք, հա, այսինքն ոլորտին քիչ ծանոթ կամ սպეციფიկ, հա, մասով ծանոթ մարդու տեսակետ, հա, որպես քո տեսակետը, եթե նայենք հիմա այսպիսի դասընթացը օրինակ աշխատանքի մեջ քեզ օգնում է, լինելով լրիվ կապակցված, հա, այսինքն ենթադրաբար դու, չգիտեմ, Node.js համակարգում ես աշխատում, թե web-ի կլիենտ մասում, ամեն դեպքում LLVM IR-ը հաստատ այնտեղ բան չունի, հա, անելու կամ CPU-ից շատ հեռու է, ու դու ոնց ես դա օրինակ տեսնում, քեզ օգնում է քո աշխատանքի մեջ մասնագիտական աճում։ Նախ ուզում եմ նշել, որ այդ մի փոքր ինձ մոտ եղել է անինքնավստահություն, այսպես ասած, եւ ձեր դասընթացների ու ձեր ներկայացրած նյութերի շնորհիվ ինձ մոտ ամեն թեմայից հետո մի փոքր մասնագիտական այսպես ինքնավստահություն է նաեւ գալիս, մանավանդ երբ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ ու դուք ինչ որ ֆիդբեքեր եք տալիս, արդեն ոնց որ ավելի եմ համոզվում, որ ինչ որ թեկուզ մի փոքր մասով ճիշտ գիտելիք եմ յուրացրել։ Ինձ շատ թեմաներ կան, որոնք որ օգնել են իմ աշխատանքի ընթացքում էլ, մտածելակերպային կոնկրետ կետերի եք դուք շատ հաճախ կպնում, այսպես ասած, որը որ պետք է լինում հետո վերանայել ու այդ մտքային փոփոխությունները երբ որ ընդունում ենք ներսում համաձայնում ենք ինքը ահագին օգնում է տարբեր խնդիրներին ճիշտ ավելի մոտեցումներ տալ, մի քիչ sense խնդիրներին ավելի վերևից նայել ու այդպես թեկուզ կենտրոնացումը տարբեր թեմաներին, որ շատ հաճախ ինձ մոտ էլ կար խնդիրներ, թե երբ որ կա խնդիրը, որ կետից մոտենալ կամ ինչպես փոքրացնել խնդիրը դեպի ավելի փոքր ճիշտ կտորների եւ այդպես լուծելով հետ բարձրանալ, շատ հաճախ ես օրինակ սխալ, այսպես ասած, բաժանումներ եմ արել կամ շատ ծվրված մոտեցումներ եմ ցույց տվել, իսկ ձեր մոտեցումների շնորհիվ ավելի այսպես կարողանում եմ կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա եւ ճիշտ մոտեցումներ ցուցաբերել։ Այնպես որ կարող եմ ասել, որ այս բոլոր թեմաները շատ կարեւոր են եղել եւ շատ օգնել են ինձ իմ աշխատանքի ընթացքում։ Բայց նշեմ օրինակ, երբ որ այդպես JavaScript-ի սովորում սկզբում OOP-ի հետ կապված դե որոշակի այդպես թեմաներ ուսումնասիրել եմ եւ այլն, բայց այդպես չի եղել, որ հասկանամ շատ խորքային, իսկ ձեր բացատրածներից հետո ոնց որ sense մի հատ նոր աշխարհ լիներ OOP-ի ընկալումը իմ համար, ու այդպես նաեւ մյուս թեմաները կարող եմ ասել։
Շատ լավ։ Շնորհակալություն։ Լավ, վերացնելու բան ունես։ Երևի թե ոչ, կիսում եմ մյուսների կարծիքները դասընթացի վերաբերյալ։ Ես էլ եմ գտնում, որ որպես մանավանդ հայալեզու կարծում եմ լավագույնն է դասընթացները։ Ստեղծել գրում եմ։ Հետո եթե համաձայն չլինես, ասա փոխենք։ Գրեցի։ Շատ լավ, շնորհակալություն։ Շարժվենք առաջ, ով կուզի կիսվել։ Իրականում պարտադիր չի ժողովուրդ, այնպես որ եթե եք ուզում, խնդիր չկա։ Հետո ընդհանուր հարցերի միջոցով կամ փոխենք ինչ-որ։ Շատ լավ, այս պահին ուրիշ ցանկացող չկա կիսվել։ Ուրեմն ինչ տեսանք։ Ընդհանուր առմամբ ես լսեցի այսպիսի բաներ, օրինակ այն որ մենք 4 ժամ տրամադրել ենք Hello World ծրագիր ուսումնասիրելու հասկանալու վրա, ես լսեցի, որ դա լավ է։ Ուրիշ կարծիքներ կան, հակառակ կարծիք, օրինակ մարդ կա, որ մտածում է չափից դուրս շատ է, ոնց կարելի է Hello World-ին 4 ժամ տրամադրել, հաստատ մի կես ժամ կարելի է հարցը փակել։ Չէ, նորմալ է։ Շատ լավ, նաև ասվեց, որ LLVM-IR-ը շատ է օգնում ավելի խորը հասկանալ, լավ հասկանալ C++-ը։ Բոլորը համակարծիք են այս հարցի հետ, այսինքն մենք ստիպված ենք եղել նոր լեզու սովորել, նոր պարադիգմա, հա, եթե խոսանք պարադիգմաների մասին, ապա LLVM-IR-ը ոչ օբյեկտ կողմնորոշված է, նույնիսկ ոչ էլ պրոցեդուրային է, ինքը մեքենայականին ավելի մոտ լեզու է, հա, այնտեղ կա վիրտուալ մեքենա, կա ռեգիստրներ, ինչ-որ սահմանափակումներ եւ այլն, հա, իր ինչ-որ աշխարհն է, եւ ստիպված ենք եղել դա սովորել, որ հասկանանք, թե C++-ի կոդը ոնց է աշխատում։ Բոլորը համաձայն են, որ այդ էներգիան, որ ծախսել ենք, բանա, անիմաստ չենք վատնել եւ արդյունք է տվել։ Անհամաձայն մարդ չկա։ Չկա։ Շատ լավ։ TDD-ի մասով Էլեոնորան ասաց, որ դա ահագին բան է փոխել։ Մի քիչ միգուցե դա նրանից է, որ Էլեոնորան այս պահին աշխատում է որպես QA automation engineer եւ միգուցե test driven development-ը լավ բռնում է քո ամենօրյա գործունեության հետ, միգուցե մյուսների մոտ դա այդպես չի։ Օրինակ ուզեի լսել այլոց կարծիքը TDD-ի հետ կապված, իդեպ ասեմ, որ TDD-ն ինքը իրանով բավականին վիճահարույց թեմա է ծրագրավորողների աշխարհում, քանի որ շատ ծրագրավորողներ այդպես էլ չեն ընդունում, որ պետքա տեստը գրվի առաջինը, ընդհանրապես դիշ մոտեցումը չեղած կոդը տեստ անել, հələ տեստ կոդը գրենք վերջացնենք, երևա տեստը կգրենք թե չէ, հա, հիմնականում այդպես է մոտեցումը, հետո տեստերը չեն էլ գրում կամ կիսատ պրատ մի հատ մթում ձևական մի հատ տեստի բան են սարքում, այնքան որ լինի, որ հարցն են տեստ ունեք, ասենք հա ունենք, բայց ասենք այդ տեստը երբեք չի պատասխանում այն հարցին, թե արդյոք ծրագիրը պատրաստ է deploy լինելուն, այսինքն միակ դեպքը որ պատասխանում է, դա նա որ տեստերը fail են լինում, պատասխան ոչ չի կարելի, բայց դրական պատասխան երբեք իրանք չեն կարող տալ, որովհետեւ իրանք ամբողջական չեն լուծում այդ հարցը, հա։ Հիմա TDD-ին ստիպում է, որպեսզի ուզես թե չուզես այդպես լինի։ Դու ոչ մի տող կոդ չես գրելու, եթե դրա տեստը չկա։ Այսինքն ոչ տեստը չկա։ Ինչի տեստ են գրում, եթե կոդը չկա։ Ու սենց մի տեսակ ստացվում է, որ դու ինչ կոդ գրես, դա արդեն տեստավորված է եւ վերջում դու ուղղակի եթե բոլոր տեստերը նայում ես, բոլորը անցնում են, կարող ես վստահ լինել, որ քո կոդը պատրաստ է։ Դա շատ տարօրինակ է ծրագրավորողների համար, հասկանում եք, ծրագրավորողներս մի տեսակ չենք սիրում, որ ամեն ինչ այդքան համակարգված ու ոնց որ վերահսկելի է։ Մի տեսակ sense ծրագրավորողները այտենց ոնց ասեմ, արվեստի մարդ ասենք, թե ինչ ասենք, բայց սիրում են, որ մի քիչ դες խառն է լինում, որ sense շնորհտիրոջը չի ճանաչում, որ ինչ որ գիշերը պետք է ինչ որ գործ անել, ինչ որ production-ի վրա մի բան դզել անպայման, իսկ եթե TDD ես անում, այդ բոլորից զրկվում ես, մի տեսակ ստացվում է streamlined, հա, տենց լավ տերմին կա, այսինքն իր հոսքով գնացող process, որը նենց է սարքած, որ պետք չի խառնվել, պետք չի գիշերը production-ի վրա database-ում ինչ որ բան դզել, որովհետև deploy են կարել ու չի աշխատում։ Հիմա օրինակ դուք ոնց եք նայում դրան, որ մենք ես համարյա միշտ հանձնարարությունները ստիպում են, որպեսզի դուք TDD-ով անեք։ Օրինակ դա ձեզ ինչի է բերում, ասենք հանգարում է, թե օգնում է։ Էլեոնորայի կարծիքը լսել ենք, ուզեմ հակառակ կարծիք լսել, եթե կա։ Օրինակ, կամ եթե հաստատող կարծիք կա, ելի կուզեմ լսել։
Վազգեն, այո։ Մեր այդ աշխատանքի վայրում, ասենց ասեմ, նման պրակտիկա ունենք, մինչև հիմա ոչ թե TDD, այլ defensive programming ասվածը, որը որ կարևոր մոդուլները, որոնք որ պետքա որոնք որ կրիտիկական կարևորություն ունեն, դե ոնց որ վերևից ասում են, չէ՞ պետք է ոնց որ այդ ամեն ինչը փորձում ենք փակենք assertion-ներով, եթե մի բան այն չի, մենք ենթադրում ենք, որ այս ինչ վիճակը չպետք է լինի, մենք դրանով ոնց որ պաշտպանվում ենք, որը որ ենթադրում եմ TDD գաղափարախոսությանը մոտա ու այդ ժամանակի ոնց որ ժամանակով ստուգված բան է, որ ինքը միշտ աշխատում է ու երբ որ ինչ-որ մի բան ինտերեսանում, այդ գալի դուրս է գալիս էլի, շատ չես ընկնում մանգաս, այդ ոնց որ դեբագինգի վրա ծախսող ժամանակը, արդեն ուղղում ես ուրիշ տեղ։ Այսինքն ափսոս չի, չէ, ժամանակ ծախսելու վրա, բայց խնայել դիբագ անելու, չէ, ասենք հաստատ ավելի լավ է տեստ գրել, քան դիբագ անել, հա, շատ լավ։ Աննա Ես ուզում եի ասել, որ օրինակ իմ փորձում էլ մենք միշտ թեստեր, եթե նույնիսկ գրել ենք, այդ ձեր ասած տարբերակով 1-2 թեստեր, որոնք ուղղակի սկզբում նույնիսկ չեն եղել, բայց իմ համար ինչքանով դարձավ նախ կարևոր այդ թեստերի գրելը ու ժամանակի անիմաստ կորուստ չեմ համարում, որովհետև օրինակ մենք կարող ենք դրանով ապահովել նախ շատ մաքուր կոդ, երկրորդը շատ հաճախ ոնց որ ծրագրավորողները կոդը իրենց պայմանները թեկուզ կամ condition-ները պահում են իրենց ուղեղում, այսպես ասած, եւ երբ որ ինչ որ կարող են մի քանի պայմաններ գրել, որ այդ խնդիրներին բախված լինեն այդ ժամանակ, ու հետո նույնիսկ մոռանան թե ինչ էին գրել, ու երբ որ օրինակ QA-ը ուղարկի ինչ որ մի bug, այսպես ասած, իրենք անդրադառնան այդ կոդին, կարող է մոռանան թե ինչի էին սենց գրել, վերցնեն ինչ-որ փոփոխություններ անեն ու կոդը ջնջեն այն մյուս մասը իբրև բարելավեն, ու հետո երբ որ հետ ուղարկեն, կարող է ստուգման ընթացքում պարզվի մի մասը աշխատում է, բայց այն նախկինը չէր աշխատում, ու այդպես նորից հետ գա, բայց երբ որ մենք թեստերը ի սկզբանե ունենանք ու հետո նոր case ավելանա, կստացվի, որ մենք մեզ ապահովագրում ենք, այսինքն եղած կոդն էլ կանցնի, նորն էլ կանցնի, այսինքն թեստերը մշտապես մեզ ապահովում են ժամանակի հետագայում կորուստներից ու մաքուր կոդ ունենալուց։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում ստեղծել եմ նշել մի հատ պահ կա TDD-ին մարդիկ հիմնականում կիսատ են ընկալում, որովհետև հիմնականում չեն խորանում, որովհետև հիմնականում նորից է մարդկանց համար դա անհասկանալի անընկալելի բան է, ոնց կարելի է տեստը գրել, եթե դեռ կոդը չկա։ Մինչդեռ TDD-ին չի ընդհանրում, որ դու ուղղակի տեստեր ես գրել։ Ինքը ոնց որ պրակտիկաների մի ամբողջություն է, եւ եթե բոլորին ես հետևում, արդեն ուզես թե չուզես, գալիս ես այն վիճակին, որ դու չես կարող ունենալ չտեստավորված կոդ, որ դու կարող ես վստահություն ունենալ կոդի նկատմամբ։ Դա հոգեբանորեն է այլ ինչ որ այլ իրավիճակ է, էլի, հա, ծրագրավորողների համար ու իրականում շատ ուրախ եմ, որ լսում եմ դրական կարծիքներ։ Ես շատ կուզեմ, որ մեր դասընթացի արդյունքում ենթադրենք 10 հոգի, հա, թեկուզ ավարտում է, ես իմանամ, որ այդ 10 հոգու մոտ կա այդ զգացումը, որ տեստերը պետք է առաջին հերթին գրվեն ու իրանք կարևոր են ու իրանք բերում են նրան, որ որակ է փոխվում ու ընդհանրապես կյանքը հեշտանում է ու պետք չի դիբագ անել ժամերով, օրերով, հա, այլ մի քիչ ժամանակ ես տրամադրում տեստ ես գրում, բայց համել տեստերը գրելու ընթացքում դու հասկանում ես use case-երը, չէ, որովհետև տեստերը use case-երից են բխում, use case-երն էլ ի վերջո համակարգի իմաստն են, ինչի համար է այդ համակարգը գրվում, որ մարդիկ օգտագործեն։ Եվ ստացվում է, որ ոնց որ ավելի բնական ձևով է մարդը այս դեպքում ծրագրավորողը, հա, ավելի բնական գործընթացով է անցնում համակարգը սարքելուց, քան թե երբ որ ուղղակի ունենք ինչ-որ դիզայն դոկումենտ ու այդ դիզայն դոկումենտի հիման վրա ենք համակարգ սարքում, տենց էլ չհասկանալով թե լավ, ի վերջո ինքը ինչ է անում։ Տենց եղել է ձեր մոտ, որ ինչ-որ բան եք սարքել, բայց չեք իմացել ինչի համար է եւ ինչ եք անում, ինչի համար եք անում։ Ասենք ես տեսել եմ ծրագրավորողների, ես ինքս միշտ այդ հարցը առաջի հերթին եմ դնում, հա, այս ինչ եք սարքում եւ ինչ խնդիր է ինքը լուծում։ Ու ես տեսել եմ ծրագրավորողների, ովքեր ասում են ինչ-որ բան է սարքում ենք, տենց ուզում են, սարքում ենք, բայց
ես իմ տես մենք էլ չգիտենք կոնկրետ ինչ անում, ոչ էլ գիտենք ինչ, ասենք մրցակիցներ ունենք, ոչ էլ ինչ կարևոր ֆիչերներ կան, դե հիմա ֆիչերներս էս գրած է, բանում ջիգրայում գրած է, տենց անելով գնում ենք, հա, ուսում ասած է որ խարխափելով մթության մեջ տենց գնում են առաջ, մինչդեռ ծրագրավորողը ինժեները լուծում տվողն է, իսկ ինքը լուծումը խնդիրը, ուրեմն պետք է խնդիրը իմանա, հա, որ լուծում տա, իսկ խնդիրը դա use case-երն են, համակարգի ինչի համար է, որտեղ է պետք գալու եւ տեստեր գրելը, այդ use case-երի թարգմանությունն է, ու եթե դու գալիս ես այդ ճանապարհով, դա մի հատ ուրիշ ճանապարհ է։ Ու տանում է ուրիշ որակի, լավ, իհարկե նույն լուծումը ի վերջով ստանում ենք, բայց լրիվ ուրիշ որակի է այդ լուծումը լինում։ Իրականում, հա, շատ խորհուրդ կտամ TDD-ին բավական խորը ուսումնասիրել, մենք այդքան խորը չենք ուսումնասիրել, այնտեղ էլի շերտեր կան, advanced test driven development-ել կա, որին մենք չենք հասել, բայց կարող է հասնենք մի օր, ամեն դեպքում լավ կլինի, որ դուք էլ ուսումնասիրեք ու տեսնեք, թե ինչ գործիքակազմ կա։ Շատ լավ, անցնենք առաջ։ Մենք բավական խորացել ենք ցուցիչների հիշողության կազմակերպման, ստեյքի ու հիփի, եսի ինչ-որ այդպիսի հարցերի մեջ։ Իհարկե լինելով C++ ծրագրավորող անհնար է չիմանալ, հա, եւ անհնար է խուսափել այդ ամեն ինչից։ Բայց ինչ է կարծում, կարող է շատ ենք խորացել, չափից դուրս շատ ենք խորացել, օրինակ պետք չէր ստեյքը այդքան մանրամասն քչփորել մեջը մանգալ այն հրամանի հասցեն, որը գրված է ստեյքում, որպեսզի ֆունկցիայի ավարտից հետո կարողանանք հետ գալ։ Հասկանում եք, դա այնքան խորն է, դուք նույնիսկ assembler-ի մակարդակում դա չեք գտնի։ Assembler-ի մակարդակում դուք չեք գտնի այն հրամանը, որը ստեյքի մեջ է գրում այն հրամանի հասցեն, որտեղից եկել ենք այսինչ ֆունկցիային։ Դա assembler-ում էլ չի գրվում, դա processor-ի մեջ է կարած։ Processor-ի մեջ է դա իրականացված, ու ոչ միտեղ դուք դա չեք տեսնի։ Բացի ինքնուրույն processor սարքելու տարբերակից։ Եթե դուք ինքնուրույն processor-ը սարքեք, դուք ձեր ձեռքերով դա կանեք, որովհետև առանց դրա անհնար է։ Բայց դա նույնիսկ assembler-ի մակարդակում չի երևա։ Դա ավելի ներքև է։ Ես ձեզ ստիպել եմ, որպեսզի դուք քչփորեք ստեյքը, հասկանում եք, եւ գտնեք այդ հրամանի հասցեն, ու դա ես երևի գտնում եմ, որ աշխարհում երևի մի 15 հոգի մարդ է արել, որից 10-ը ստեղ են հիմա, հա, ասենք ով է մտել ստեյքի մեջ մանգա այդ, կամ եթե ստիպված է եղել դիբագ անել, որովհետև ինչ-որ բան չի աշխատել։ Ենթադրենք կոմպիլյատորը գրողը, հա, ով որ կոդը պիտի թարգմանի, բայց ինչ-որ պատճառով չի աշխատում։ Հասկանում եք, չէ՞, ինքը այդքան խորն է։ Բայց մենք ձեր հետ արել ենք դա ու ունենք ուսանողներ, ովքեր այդ կոդը գրել են ու տեսել են իրանց աչքով, որ այդ հրամանի հասցեն ստեյքի մեջ գրված է։ Հիմա ինչ եք կարծում, կարող է չափից դուրս շատ ենք խորանում եւ դա ձեզ ոչինչ չի տվել։ Օրինակ։ Լսում եմ կարծիքներ։ Էլանորա։ Ես կարծում եմ, այն խորությունը, որով մենք անցնում ենք այս դասընթացի շրջանում, հենց առանձնացնում է մեր դասընթացը, որտեվ եթե նախկինում ես կարող եի հայտարարել ինչ-որ փոփոխական ու շարունակեի իմ գործը, այսպես ասած, ես հիմա ամեն քայլում պատկերացնում եմ նաև այդ հիշողության հասցեների առնչությունները, որտեղ է գտնում այս փոփոխականը, ունեմ հաջորդ կանչը որպես ֆունկցիա, ինչքանով են մոտ, հեռու, ու դա ավելի որակյալ է մեզ դարձնում որպես մասնագետ, ու կփորձեմ նաև հավելեմ, օրինակ մենք ասացինք solid principle-ը, ինքը այդքան էլ առնչություն չունի C++-ի հետ, բայց եթե մենք չենք ուզում լինել որպես կոդեր, այսինքն կոդ գրող, այլ ուզում ենք լինենք որակյալ մասնագետ, պետք է տիրապետենք այն ֆունդամենտին, որը մենք ծածկում ենք այս դասընթացի շրջանում։ Իսկ այդ stack-ի գաղափարը, հիշողությունների, pointer-ների հետ աշխատանքը իր քայլերից մեկն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Այլ կարծիքներ կան, հատկապես հակառակ կարծիք կուզեմ լսել։ Օրինակ, եթե ես լինեի, ասենք, ես իմ երկրորդ կուրսի ուսանող ու ինձ այդքան խորը տանջեին, ստեյքը քչփորել ստիպեին, ես չգիտեմ ոնց կվերաբերեի, միգուցե շատ ծանր լիներ, միգուցե անհասկանալի լիներ, ինչ են ուզում ընդհանրապես։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ չեմ տեսնում այդ դիմադրությունը, հա, բայց չգիտեմ, իրոք չկա, թե ուղղակի ես չեմ տեսնում, լավ կլինի, եթե կա, ես իմանամ, հա։ Այսինքն եթե օրինակ չափից դուրս անհասկանալի է, մշուշոտ է, ինչ ստեյք, ինչի համար ենք այս ամեն ինչը անում, եթե իրոք ամեն ինչ հասկանալի է այն առումով, որ
լինում է ի վերջո հանձնարարություններն անել եւ դա տալիս է գիտելիք, ապա ես շատ ուրախ եմ։ Բայց եթե հակառակ դեպքն է, ես կուզեմ դա լսել, իմանալ, որպեսզի օրինակ ավելի լավ եղանակ գտնեմ, այդ նույն տեղին գալ հասնելու ի վերջո պետք է հասնել տեղ, բայց ուրիշ ճանապարհ է միգուցե պետք, ավելի հարմար ճանապարհ։ Շատ լավ, ուրիշ կարծիքներ կան։ Հիմա իմ ասեմ։ Չէ, հա Վազգեն։ Եթե կարող եմ մի քիչ խոհ փիլիսոփայական, էլի։ Ամեն մարդ երբ որ ոնց որ քայլել է սովորում, ինձ թվում է իր կյանքում ամենադժվար բաներից մեկն է։ Այդ դինամիկան ոնց որ ուղեղում հաշվի, ոնց անի, չընկնի, կարողանա քայլի ու ինձ թվում է այս խորությունը անհրաժեշտ է մարդուն, որ ինքը ամեն ինչ շատ ավելի լավ հասկանա։ Եթե մի ժամում չես հասկանում, երկու ժամում չէ, մի օր, երկու օր, մի շաբաթ է պետք, բայց պետք է հասկանալ, էլի։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե նույնիսկ դասի ընթացքում այդ մի երկու ժամվա ընթացքում չես հասցնում հասկանալ, ապա հետո դրան անդրադառնալով, միգուցե տեսագրություն նայելով, միգուցե տնային հանձնարարության վրա աշխատելով, միգուցե ինքնուրույն հետազոտելով, հա, այդ research-ը ասածը անելով, հետո մեկը կհասկանալ։ Հա։ Դա միանշանակ։ Շատ լավ, եղավ, շատ լավ, շնորհակալություն, լավ կարծիք էր։ Լավ, մի քիչ գնանք առաջ, դրանից հետո դա մենք հիմնականում խոսացել ենք պոլիմորֆիզմի և նմանատիպ, այսինքն օբյեկտ օմորֆված ծրագրավորման մասին, ուստեղ նորից արեցինք նմանատիպ մի բան, այնքան խորացանք, մեր աչքով տեսանք այդ պոլիմորֆիզմի աղիքները, այսպես ասած, այնտեղ IR-ով գեներացրած կոդ, որտեղ իրականում ոչ մի inheritance չկա, ոչ մի վիրտուալ ֆունկցիաներ չկան, ոչ մի մեթոդներ չկան, կան սովորական type-եր, սովորական function-ներ, հա, ու ընդհանրապես ինչ որ խուճուշ մի հատ ալգորիթմով ցուցիչի օգնությամբ, եթե հիշում եք, կանչ է կազմակերպվում։ Հարցը մոտավորապես նույն բովանդակությունն է ունենալու կարող է, դա չափազանց շատ էր։ Օրինակ ես վստահ եմ, որ եթե ինձ ասենք երկրորդ կուրսում ասեի նայ ցուցիչի վրա, որը ցուցիչա տալիս ցուցիչի վրա, որը մեթոդ է, ես երևի դիսկոմֆորտ կզգայի։ Դուք զգացիք, թե ձեր համար արդեն նորմալ է, դե հա հիմա ինչ տարբերություն ցուցիչի ցուցիչ, թե 4 խորության ասենք, ինչ տարբերություն։ Ինչ կասեք։ Չեք ասի, լավ, նայեք, ես ստեղ մի հատ բան էլ կուզեմ նշել, որ մենք ես նույն թեման 2 օր ենք արել, 4 ժամ ենք այսինքն արել, հա, թեման որն էր, պոլիմորֆիզմ, դա հանդիսանում է օբյեկտ օմորֆված ծրագրավորման ամենաբարդ խուճուճ հիմնասյուներից մեկը, բայց այդ հիմնասյունը չափից դուրս հզոր է և իրականում այդ solid principle-ների այդ ճոխ հնարավորությունները, որպեսզի կարողանանք ապահովել, մենք պետք է դա ֆունդամենտալ կերպով հասկանայինք։ Եվ այդ պատճառով, այդ ֆունդամենտալությունը ապահովելու համար, ես ձեր հետ կատարել եմ այդ երկար ճամփորդությունը դեպի այդ խորքերը։ Տեսեք, օրինակ գիտեք Դուբայում ոնց են սարքում, ասենք 100 հարկանի շենք։ Անապատի մեջտեղ է, այսպես ասած, հա, որ ավազա, մեկ էլ վրան շենք են սարքում, որը ասենք, ինչ ասեմ, 800 քանի մետր բարձրություն կարող ունենա, պատկերացնում եք, ավազի վրա ոնց են շենք սարքում։ Չէ՞, նայեք, ուրեմն ծակում են, փորում են, այդ ավազը լրիվ փորում են, վերջացնում են, հետո էլի են փորում, ասենք 150 մետր փորում են, պատկերացնում եք, հետո մեջ են բան են տնկում, այդ մետաղական կոնստրուկցիան ու բետոն են լցնում։ Սյուն, մի հատ սյուն դառավ, շատ խորը գնացող գետնի մեջ, այնքան խորը, որ այնտեղ արդեն պինդ ժայռ է, այդ ավազը անվերջ չի, ավազը գնում վերջանում է, չէ՞ ինչ որտեղ, դրանից ներքև պինդ բանն է, նյութն է սկսում, այդ պինդ նյութն են ծակում ու դրա մեջ սյուն են դնում, ու այդպիսի սյուներ դնում են մի քանի 100 հատ, լիքը սյուներ են տնկում այդ խորը պինդ նյութի մեջ, ու այդ սյուների վրա արդեն կառուցում են շենքը։ Այսինքն է տակի ավազը կարա լրիվ ծովը քամի ինգա քշի տանի, մի 100 մետր ենթադրենք, կարա դատարկ մնա այդտեղ, բայց շենքը կմնա, որովհետև շենքը ավազի վրա չի կառուցված։ Հա? Հիմա զուգահեռներ տանենք։ Մենք կառուցում ենք գիտելիքի շենք, որը շատ հարկեր է ունենալու։ Մենք հենց կառուցել ենք առաջի տենց մի 10-15 հարկը ենթադրենք, բայց ասենք ինքը 100 հարկանի է։
Բայց որպեսզի այդ վերևի 100-րդ հարկը կառուցելուց մենք վստահ լինենք, որ շենքը չի փլվի ու շուտ չի գա, դրա համար մենք պետքա ոչ թե 0-ական մակարդակից սկսենք, այլ -100 մետրից պետքա սկսենք։ Եվ այս ինչ մենք արել ենք, այդ ա եղել, մենք ֆունդամենտն ենք սարքել, խորը, հիմնովին սարքել ենք մի բան, որը չի երևում, որը նույնիսկ ձեզ հարցազրույցների ժամանակ չեն հարցնի։ Ոնց ասեմ, այդ ուր պետք է գնաք աշխատանքի ընդունվեք, որ ձեզ LLVM-IR հարցնեն։ Բայց օրինակ ես իմ կյանքում գործի տեղում օգտագործել եմ այդ լեզուն։ Հասկանում եք, ես գիշերներս այս ուռած կարմիր աշկերով IR-ի կոդ էի կարդում ու հասկանում եի, թե այդ vectorization-ը ոնց է արվում ու ես ոնց պետք է այդ կոդը տրանսֆորմացնեմ ինչ-որ մի բան դրանից սարքեմ, որպեսզի օրինակ իմ auto vectorizer-ը աշխատի այսինչ կոնկրետ դեպքում։ Ենթադրենք complex fixed point թվերի համար։ Եվ ես չեմ կարող դա մոռանալ, հասկանում եք, իմ կյանքի մի մասն է դա եղել։ Ու ես հիմա մտածում եմ, որ այո, իմ ուսանողները պետքա կարողանան այդպիսի տեղերում ընդունվել աշխատանքի։ Հասկանում եք, եթե աշխարհում միտեղ կա մի հատ կամպանիա, որին պետքա շատ խորը գիտելիք ունեցող մարդ, որը օրինակ compiler կգրի, ես ինչ-որ մի հատ շատ խուճուճ ճարտարապետության համար, ապա ես ուզում եմ, որ իմ ուսանողները սկզբունքորեն վստահ լինեն, որ իրանք կարող են դիմել այդ աշխատանքի համար, միև ունեն լավ շանսեր ընդունվելու, եթե իհարկե քաղաքական ինչ-որ հարցեր չխանգարեն։ Հասկանում եք, իմ նպատակը այդպիսին է, այդքան խորը գնացողը, չէ, հեռու գնացողը, եւ հետեւաբար պետք է այդքան խորը հիմքեր դնի, ունենա, ձեր մոտ այդքան խորը հիմքեր պետք է առաջանան, որպեսզի դուք կարողանաք այդքան մեծ բան սարքեք եւ տանեք դեպի հեռու ապագան։ Այդ պատճառով նայեք, եթե հանկարծ գտնում եք, որ 2 հատ 2 ժամն էլ էր քիչ, ապա խնդիր չկա, ինչպես Վազգենը նշեց, ես պատրաստ եմ 3 կամ 4 անգամ էլ նույն բանը բացատրել ու տարբեր տեսանկյուններից մենք կարող ենք այս նույն հարցին մի հատ ուրիշ կողմից մոտենալ ու միգուցե 3-րդ կամ 4-րդ անգամը ավելի լավ պարզաբանի, լավ լույս փռի այդ թեմայի խորության ամբողջ խորության վրա, հա, ինչքան որ պետք է։ Խնդիր չկա, տեղյակ պահեք։ Ամեն դեպքում ես չեմ գտնում, որ ամեն ինչ այդքան վատ է, բայց հնարավոր է, որ կարիք կա էլի վերադառնալ այդ թեմային։ Ես իրոք գտնում եմ, որ դա նորմալ է, դեպք է եղել իմ կյանքում, եւ ես նույն թեման 3 անգամ նույն խմբում բացատրել եմ եւ 3 անգամն էլ տարբեր ձևերով։ Ու վերջում հասկացել էին, նպատակը դա էր, որ մարդիկ վերջում ամեն ինչ հասկանան։ Շատ լավ։ Նաև ահագին խոսվեց նրա մասին, որ թվային համակարգեր, բինար համակարգ, երկուական համակարգ, թվաբանություն, այդ ամեն ինչը շատ լավ էր, շատ ուրախ եմ, որ դա օգնել է եւ հիմա էլ շարունակում է օգնել ձեզ այդ կայուն հիմքերը կառուցելը, հա, ինչ-որ թեմաներում, ինչպես նաև բուլյան հանրահաշիվներ դնում մտնում դրա մեջ, այստեղ մի քիչ ունենք, այսպես ասած, off topic, հա, թեմային չբռնող մի երկու հատ բան կար, ենթաթեմա, դրանք ավտոմատներն ու Թյուրինգի մեքենաներն էին, շատերի համար միգուցե ինչ-որ լրիվ ինչ-որ էկզոտիկ բան, որը ծրագրավորման հետ էլ կապ չունի, առաջին հայացքից թվում է դա ինչ ավտոմատ ինչ կապ ունի ծրագրավորման հետ, չէ, ասենք իրոք էլի, ես էլ որ ուսանող էի, ավտոմատ էինք անցնում, ես գրեթե վստահ էի, որ դա ոչ մի կապ չունի ծրագրավորման հետ, ինչ որ հին, դες մի տեղից մնացած գրքերի մեջ մնացած մի հատ գիտելիք է, որը ուղղակի պատմականորեն պատմում են։ Օրինակ հիմա դուք տեսաք կիրառություն, հասկացաք նպատակը, որ ներխի ենք մենք ավտոմատներ եւ Թյուրինգի մեքենաներ անցնում։ Ինչ որ բան ձեզ տվեցին։ Կարծիք չկա։ Մարտին։ Դե հասկացանք, որ մեր հիմիկվա համակարգիչների ոնց որ կոպիտացած նախապապն է Թյուրինգի մեքենան ու այսօր ինչ ունենք հիմքը սկսվել է տեղից ու ցանկացած բան եթե կարող են անել հիմիկվա համակարգիչները նույնը կարող անի նաև Թյուրինգի մեքենան։ Լավ, բայց ինչն է պետք սովորել նախապապու մասին, ասենք ի՞նչ է դա փոխում։ Դե օրինակ
եթե գումարումը նայենք, տենց հանձնարարություն ենք չէ՞ ունեցել, որ գումարում պետք է անենք Turing-ի մեքենայով բինար համակարգում, ոնց որ երբ որ այդ ամեն ինչը կարողանում ես Turing-ի մեքենայում իրականացնել, հետո արդեն անգամ, չգիտեմ, assembler-ի մակարդակում կամ չգիտեմ, քիչ ավելի բարձր մակարդակում ավելի հեշտ է լինում այդ ամեն ինչը իրականացնել, որովհետև ամենաբարդ կտորը Turing-ի մեքենան է, էլի։ Այսինքն որ Turing-ի մեքենայով կարեցել ես լուծես, էլ ոչ մեկ վախենալու չի, չէ՞, ավելի վերևներում ավելի բարձ բաներ ես անելու վերջին հաշվով։ Դեպի աշխարհն է։ Հա, դեպի աշխարհն է, հա։ Ճիշտ է։ Լավ դիտողություններ։ Շատ լավ, նայեք, ուզեմ ստեղ մի երկու հատ հավելում անել։ Turing-ի մեքենաները ոչ թե պարզապես նախապապն են, հա, այլ իրանք ուղղակի հենց նույն համակարգիչներն են, ֆունկցիոնալ տեսակետից իրանք լրիվ նույնն են, նույն բանն են անում։ Պարզապես մի քիչ ուրիշ ձևով, ու շատ հետաքրքիր է, որ Turing-ի մեքենան ընդհանրապես աչքագնում, ձախագնում, կարդում ագրում է, մեկ էլ վիճակ է փոխում, ու այդքան է հերիք հա ցանկացած բան անելու համար։ Ու դա մի հատ այնպեսի գիտելիք է, որ ուղղակի աշխարհընկալում կարա փոխել, այսինքն ոնց ընդհանրապես այդքան է հերիք է ցանկացած հաշվարկ կատարելու համար, ցանկացած խաղ, եռաչափ խաղի, ցանկացած պիքսելի գույնն ու պայծառությունը հաշվելու համար այդքան է հերիք է։ Հա, այդքան է հերիք է, հասկանում եք, դա մենք այնքան է պարզացնում, sense բերում է ամեն ինչ, ցանկացած բարդ մի հատ բան, բերում է ասես փոքր մի հատ պարզագույն համակարգի, ասում է, այսքան է հերիք է, այսքանից ուղղակի միլիարդ անգամ որ անես, արդյունքը կստանաս։ Այսինքն այդտեղ ոչ մի բարդ բան չկա, ոչ մի վերերկրային, գերբնական, ոչ մի տես բան չկա, պարզագույն գործողություններ են, ուղղակի պետք է շատ անել, այդքան մի բան, այսինքն դա բերում է մոտեցման փոփոխության, հա, ինչ է նշանակում ընդհանրապես հաշվարկներ անել կամ դե վերջո հաշվողական մեքենա ենք, հա, նախագծում հաշվարկներ անում, ուրիշ ոչ մի բան չի անում։ Ու մի հատ էլ բան։ Մեր դասընթացի ընթացքում դա թեմաների մեջ չի երևում, բայց ես շատ մեծ քանակությամբ հավելյալ նյութեր եմ ձեզ հետ կիսվում, հավելյալ նյութերով եմ կիսվում։ Ու վստահ եմ, որ դրանք ամբողջությամբ ոչ մեկ չի կարողացել ոչ նայել, ոչ կարդալ, որովհետև այնտեղ հաստափոր գրքեր կան, հարյուրավոր ժամերով վիդեոներ կան եւ այլն։ Այնուամենայնիվ, ինչ եք կարծում, շապից դուրս էր, թե արժի, որովհետև այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր նայում են եւ դա իրանց օգնում է։ Ինչ կարծիք ունեք ընդհանուր, չկիսվեք։ Վլադիմիր, անկեղծ ասեմ, դա երևի թե ամենադրական մասերից մեկն է, կոնկրետ դասընթացների, որովհետև դու բազմակողմանի զարգանում ես եւ ձեռքից բերում նոր մտածելակերպ է։ Դա վերաբերում է ոչ միայն ծրագրավորումից, այլև մենք այս additional մատերիալների մեջ էլ ունենք 1000 բլբուլը հեքիաթը, որը մեր ուղեղն է զարգացնում եւ դա միանշանակ շատ մեծ առավելություն է։ Լավ, իսկ օրինակ MIT տեսադասերը կամ ասենք հաստ գրքերը, որոնք ես դնում եմ ու իրանց ամբողջությամբ ծածկելու համար ամիսներ են պետք։ Օրինակ իրանք ձեզ օգնում են։ Միանշանակ։ Այսինքն օրինակ դու անձամբ նայում ես այդ նյութերը։ Այո, հենց նույն Turing-ի մեքենայի վերաբերյալ էլ նյութ կար, ասենք այդ նյութը օրինակ նայել եք եւ դա օգնել է ավելի լավ հասկանալ ընդհանրենք ծրագրավորման կամ ընդհանրապես computer science-ի հիմունքները։ Պատասխանեմ ձեր առաջին հարցին, այո, նայում եմ, վերջերս շատ քիչ ժամանակ ունեի, բայց հենց ազատ ժամանակ էի գտնում, հենց ձեր MIT դասընթացներն էի նայում ու գիրքն էի կարդում։ Եվ անկեղծ ասեմ, նույնիսկ երբ մենք հանձնարարություններ էինք ունեցել, նույն Turing-ի մեքենա կառուցել, գիրքը ինձ շատ օգնել է, որպեսզի կատարեմ առաջադրանքը։ Շատ լավ, շնորհակալություն։ Մարտին։ Այդ MIT-ի հետ կապված ես էլ եմ օգտվել ու կոնկրետ Washington Machine Controller-ի ժամանակ մեզ բան է հասկացել եմ, որ պետք է բազմապատկման սխեմա իրականացնել մեր controller-ի համար ու այդ բազմապատկման սխեման իրականացնելը մեր նյութը օգտվելով էլի։ Այդ շատ հետաքրքիր է։ Իդեպ հենց այդ տեսադասերի մեջ թեմաներից մեկը, հիմա չեմ հիշի կոնկրետ որ թեմայում է,
էլի թեթևակի խոսքա գնում լվացքի մեքենայի մասին, կարող է տեսել ես այդ նյութը։ Չէ։ Եթե չեմ սխալվում, հա, լրիվ որ նայելով գնաս կհասնես, բայց չեմ հիշում որ թեման է, որ զուգահեռ մշակումների հետ էր կապված, միգուցե, հա, բան էր, pipeline-ների թեման էր, pipeline-ների թեման որ նայես, այդ առաջի գլուխների մեջ է։ Այնտեղ շատ հետաքրքիր օրինակ կար, որ ես այդ նայում էի, ասում էի, վայ, լվացքի մեքենայի մասին է, խոսում են, դեռ հետո պարզվեց լրիվ ուրիշ բանի մասին էր, բայց էլի կար լվացքի մեքենա մեջը։ Շատ հետաքրքիր նյութեր են։ Լավ, շնորհակալություն։ Այլ կարծիքներ կան, աստորեն Մարտինը ոչ միայն նայել է, նաև օգտագործել է այդ գիտելիքը։ Ես մտածում եմ բազմապատկիչը որտեղից ես իմացել ոնց է մեկ չէին կարել։ Լավ։ Ուրիշ կարծիքներ կան։ Լավ, հակառակ կարծիք կուզեմ լսել։ Մարդ կա օրինակով մտածում է դե լավ, ասենք ոնց կարելի է 100 ժամ վիդեո կամ 2000 էջանի գիրք, ինչի համար։ Ես դեմ չեմ լսել հակառակ կարծիքներ, արտահայտվեք ժողովուրդ, եթե հանկարծ մտածում եք, որ չափից դուրս շատ է։ Չկա։ Լավ, ամեն դեպքում կուզեմ նշել, որ դասընթացից սկսելուց առաջ հարցազրույցների փուլում ես ձեզ անհատապես ամեն մեկիդ ասել եմ, որ դասընթացը բավականին բարդ ու ժամանակատար է լինելու, որապես մի 20 ժամ պետք է տրամադրել, ներառյալ դասերը, դասերի տեսագրությունները նայելը, հանձնարարությունները, ռիսերչը, գրքերը, հավելյալ նյութերը եւ այլն։ Ասել եմ, չէ՞։ Զգուշացրել էի, չէ՞։ Ահա։ Եվ կարծում եմ, ոնց որ ասել էի, տենց էլ գնում ենք։ Միգուցե 20 ժամ չի, միգուցե մեկի մոտ մի քիչ շատ է, մեկի մոտ մի քիչ քիչ է, բայց երևի մոտավորապես այդպես է։ Շատ լավ։ Մեկ էլ հաջորդ մեծ թեման դա կոնտրոլերներ, պրոցեսորներ, այդ թեման է։ Դրա մասին արդեն խոսեցինք, իմ պատկերացմամբ, հա, չնայած software architecture-ն էլ կա, բայց մեծ կտորը կոնտրոլերներն էին։ Իմ պատկերացմամբ այդ թեմաները ժողովուրդ ծրագրավորողին թույլ են տալիս ավելի լավ հասկանալ ծրագրավորումը կամ ընդհանրապես engineering-ը, հա, ծրագրավորումը որպես software engineering, եթե նայենք, դա engineering-ի մի կտոր է եւ կարելի է ինժեներություն սովորել, ինչ ասեմ, տարբեր եղանակներով, հա, տարբեր բաներ սարքելով։ Նկատի ունեմ ինժեները ի վերջո ինչ-որ բան սարքում է, եթե մենք միայն սովորենք ծրագիր գրել, ծրագրային համակարգեր սարքել, դա միայն նեղ ինժեներություն կլինի։ Ես ոնց որ փորձում եմ ձեր ավելի լայն ինժեներական մտածողությունը զարգացնել։ Տարբերակներից մեկն է օրինակ, հա, ենթադրենք, ինչ ասեմ, civil engineering ուսումնասիրեինք, ինչ-որ կամուրներ նախագծեինք, տաճարներ, եսի վիճեր, հա, բայց դա շատ հեռու կլիներ, չափից դուրս հեռու կլիներ մեր այսօրվա անելիքներից, կամ կարող ենք electrical engineering անել, դիմադրություններ դնեինք, տրանզիստորներ ու դիոդներ ու ասենք օրինակի համար հավաքեինք հաստատուն հոսանքից փոփոխական սարքող սխեմա։ Էլի engineering-ը, բայց էլի ոչ մի կապ չունի, հա, շատ հեռու է նրանից ինչ մենք ուզում ենք ի վերջո ստանալ։ Իդեպ գիտեք ոնց են սարքում հաստատուն հոսանքից փոփոխական։ Հենց չեք մտածել, արևային պանելները հաստատուն հոսանք են տալիս։ Իսկ ի վերջո տանը մեզ փոփոխական հոսանք է պետք։ Բա մտածեք։ Տնային աշխատանք ուրեմն ուսումնասիրում եք H-bridge ասածը։ Հետո իսկ պատմեք, տեսնենք ոնց է աշխատում։ Ընդհանրապես պատկերացնում եք հաստատունից ոնց սարքել փոփոխական։ Հակառակը ավելի հեշտ է։ Փոփոխականից հաստատուն սարքել ավելի հեշտ է։ Ուղղակի այն մի կեսը նենց է կանում, որ չխանգարի։ Իսկ հաստատունից փոփոխական սարքելու համար մի ավել բան է պետք անել։ Պետք է մի բան շարժել, մի բան պտտել, թե չի լինի փոփոխական։ Լավ, չշեղվենք։ Ուրեմն կարող ենք electrical engineering անել, կարող ենք chemical engineering անել, չգիտեմ, ցանկացած բան, bioengineering, հա, կարող ենք մարդ նախագծել։ Ես ինչ ասես, ԴՆԹ նկարեինք, սպիտակուց հորինեինք, բայց դա չափից դուրս հեռու կլիներ։ Չնայած էլի օգուտ կտար։ Իհարկե, բայց ես չունեմ այդ գիտելիքները, լավ, ես չունեմ bioengineering-ի կամ chemical կամ civil, լավ, engineering-ի գիտելիքներ։ Իմ գիտելիքները ստեղ են կենտրոնացված ավելի շատ, հա, computer science-ի մոտ, եւ այդ պատճառով մենք խորացանք այդ մի ինժեներության մեջ։ Բայց եթե դա դիտարկենք որպես երկրորդ ինժեներություն, կա software engineering ու կա hardware engineering։ Դա ուրիշ է, ուրիշ գիտելիք, ուրիշ հմտություններ, ուրիշ մոտեցումներ է պահանջում։ Օրինակ սինխրոնիզացիայի խնդիր կա, այնտեղ չգիտեմ, տվյալների այդտեղ պահելու խնդիր կա, մի բանը մի բանին կպցնելու խնդիր կա, ուրիշ խնդիրներ են։ Բայց խնդիրներ են։
Ինժեներություններ խնդիրներ լուծելն է։ Մի բան սարքես, որ խնդիր է լուծում։ Հիմա մենք ինչ էինք անում։ Փաստացի մենք սովորում ենք մի հատ ուրիշ ինժեներություն, որը մեզ օգնում էր ավելի լայն, ավելի մեծ տեսքով տեսնել ինժեներությունը, ու դրա մեջ արդեն software engineering-ը դառնում է մի կտոր։ Դուք դա զգում եք, որ ձեր ինժեներական հմտությունները լայնանում են։ Ճիշտ է, այսօր մի քանի հոգուց լսեցին մոտավորապես այդպիսի բառեր, բայց կուզեմ մի քիչ ավելի այդ թեմայի վրա խորանանք, հա։ Դուք զգում եք, որ ինժեներ եք դառնում։ Ընդհանուր առմամբ ոնց որ այնքան էլ դրական չի։ Արտուր։ Ճիշտ ասած, այս դասընթացից հետո որ դուք ասում եք, որ ինժեները պետք է ամեն ինչ ոնց որ ինչ-որ բանի նայում է, պետք է հետաքրքիր իրան լինի, որ ինչից է կառուցված եւ այլն, ինձ մոտ այդ ավելի է շատացել, ու ինչ-որ բան, որ ինձ հետաքրքիր է, ես փորձում եմ իմ ուժերով դա հասկանալ ու ինձ թվում է ստացվում է։ Կարծում ես, որ այդ գործում քեզ օգնել է օրինակ այդ մեր կոնտրոլերների երկար ճամփորդությունը, որ արեցինք։ Հա, հենց դա ասում եմ, որ հենց այդ դրանից հետո ավելի խորացավ ու սկսեց ստացվել էլի երևի ինչ որ չափ։ Կարծում ես, որ փոփոխություն կա, ինչի մեջ, այսինքն ինչ է սկսել ստացվել, քիչ ավելի կարող ես մանրամասնել։ Ոնց որ այդ դուք բացատրեցիք, մենք հասկացանք ու ոնց որ մյուս բաները ավելի ինքնուրույն անելով ավելի հեշտ եմ հասկանում, էլի, այսինքն դրանից առաջ որ ինքնուրույն անում էի, չի հասկանում ինչը ոնց, իսկ որ ասենք դուք ոնց որ ուղղություն ցույց տվեցիք, դրանից հետո ավելի հեշտ է ստացվում, էլի ինքնուրույն ինչ-որ բան անելը։ Ինչ-որ բան ասելով ինչ նկատի ունես, կներես, էլի ծրագիր գրել, օրինակ ինչ-որ բան ինքնուրույն հասկանալ, ասենք research անել, այդպես բաներ։ Ցանկացած ոլորտում Օրինակ, այո։ Զրոյից հասկանալ էլի, ինչ-որ մի բան։ Շատ լավ։ Նայեք, այստեղ մի հատ էլ հավելում կուզենամ անեմ։ Ես լսեցի մի քանի հոգուց, որ հաստատի այդ կոնտրոլերների ուսումնասիրությունը ձեզ օգնել է հասկանալ, թե կոնտրոլերները ոնց են սարքած, լավ, ինչ-որ այդպիսի բաներ, բայց գիտեք, իմ նպատակը դա չէր։ Հələ sense մտածեք։ Իմ նպատակը այն էր, որ դուք ոչ թե պարզապես հասկանաք կոնտրոլերները ոնց են սարքած, այլ իմ նպատակը այն էր, որ օրինակ դուք սկսեք կարողանալ ոչ հստակ կերպով ձևակերպված, կիսատ պռատ user-ի կողմից տենց մատերի վրա բացատրած խնդիրը վերածեք ինժեներական լուծման։ Դուք նկատել եք, որ այդպիսի հմտություն ձեռք եք բերել, թե դեռ չեք ձեռք բերել։ Օրինակ ես ոնց էի ձեր առաջ խնդիրները ձևակերպում։ Ինչ որ ասես, դե ուզում եմ մի հատ վերելակ լինի, հա, ասենք ամպես մի բան։ Օրինակ մետա մակարդակում ավելի է։ Բացի նրանից, որ օրինակ ենթադրենք կարանք վերելակի կոնտրոլեր սարքենք։ Օրինակ դուք զգացել եք, որ եթե հիմա ձեր առաջ ինչ-որ մեկը մի հատ այդպես կիսատ պռատ խնդիր դնի, դուք դրան էլ կկարողանաք ինչ-որ ձևով մոտենալ, հստակացնել, բերել իրան հասկանալի ինչ-որ ֆորմատի, հետո գրեք իր requirement document-ը, հետո տեխնիկական ինչ-որ նկարագիրներ էլ գրեք, ու հետո սկսեք իրականացնել, ասենք դա դարձել է ձեր մոտ գիտելիք, ինչ-որ հմտություն, թե չէ։ Ահա, բոլորը գլխով են անում։ Բա այդ դեպքում ինչի՞ չասեցիք այդ մասին։ Հա Մարտին։ Ես ճիշտ ասած, մինչև ես մեր դասընթացի սկսելու, ես ամեն ինչին հասնել է, ես մեր հիմիկված տեխնոլոգիաների հետ կապված, տենց մտածում էի, որ այմոլորակայիններից գողացված ինչ-որ տեխնոլոգիաներ է։ Մարդիկ ոնց կարող էին հասնել այս ամեն ինչին։ Բայց հիմի այս ամեն ինչը հասնելով ու այս խորությամբ հասկանում եմ, որ չէ, հնարավոր է ու հասկանում եմ, որ էլի խորացնելու դեպքում անգամ հնարավոր է, որ տենց ինչ-որ սարքեր, ու նաև մենք կարող ենք սարքել ու ծրագրավորել իրենց։ Շատ լավ բան ասեցիր։ Հա, գիտես ոնց է, իրական մի մոտ էլ ա եղել այդպիսի մի պահ իմ զարգացման ճանապարհին, երբ որ արդեն ես լիքը բաներ տեսնում եմ, բայց գաղափար չունեմ մոտավոր թեկուզ դա ոնց է աշխատում, մի տեսակ դա շատ վտանգավոր փուլ է, որովհետև ուղեղ ունի այդպիսի հատկություն, ինքը չի սիրում անորոշություններ ու փորձում է այդ անորոշությունները ինչ որ բանով լցնել, պես օրինակ երբ որ մտածում ես այլմոլորակայիններն են սարքել,
Դա պատասխան է, չէ՞, այդ հարցին։ Ես ո՞նց են սարքել, պատասխան, այլ մոլորակայիններն են սարքել։ Այլ մոլորակայինները ո՞նց են սարքել։ Այդ արդեն այդ ուրիշ հարց է, այդ ուղեղին էս բան չի հետաքրքրում, քանի որ այլ մոլորակայինները ուրիշ ձևի են։ Տես, խի չի հետաքրքրում, որովհետև դու, ասենք, քո գիտելիքների շրջանակներում նայում ես կամ ես իմ գիտելիքների շրջանակներում նայում եմ, ասում եմ, այդ անհնար է ասես բան սարքել, բայց որ մտածում ես դե կարող այլ մոլորակայիններն են սարքել, ասում ես դե հա, իրանց գլուխները ավելի մեծ է, իրանք կարային սարքեին, չէ՞։ Ու արդեն ոնց որ նորմալ է, քեզ բան չես զգում, ասում ես դե լավ, օքեյ, սարքել են։ Իրանք ավելի խելոք են։ Բայց հիմա պատկերացրու, որ նրանք ովքեր էս ամեն ինչը սարքել են, այս աշխարհը, ընդամենը քեզնից շուտ են ծնվել, այդքան մի բան։ Ուրիշ ոչ մի բան չկա, ավելի խելոք չեն, այլ մոլորակային չեն, ես իմ նրանից չի որ MIT են ավարտել, հասկանում ես, կամ հիմնադրել, դա կարևոր չի։ Իրանք ուղղակի ավելի շուտ են ծնվել, դրա համար իրանք այդ արել են։ Հիմա այդ դու այսօր ես ծնվել, այսօր չես ծնվել, այսօր կաս, դու էլ մի բան կանես, որ հաջորդ սերունդները կնայեն, ասեն, այս ո՞նց է սարքել, էս ի՞նչ է, էսի հաստատ այլ մոլորակայիններն են արել։ Լավ, ես ուզում եմ, որ դուք գաք այդ հոգեվիճակին, շատ ուրախ եմ, որ Մարտինի մոտ այդտեղ փոփոխություն եղել է, ու կարող է էլի շատերի մոտ եղել է, բայց դուք ոնց որ դրան չեք նայել այդ աչքով, հələ տենց նայեք։ Օրինակ դուք հիմա չեք մտածում, որ iPhone-ը պարզագույն բան է, ինչ-որ տենց սխեմաներ են հավաքած իրար գլխի կպցրած իրար, աշխատում են էլի, արդեն դիտենք հիշասարքը ոնց է աշխատում, պրոցեսորը ոնց է աշխատում, ոչ մի անհասկանալի բան այդտեղ չմնաց։ Հալավ, օքեյ, դիսպլեյը չգիտենք ոնց է աշխատում, լավ, բայց հո կարող ենք research անել, չէ՞։ Այդ ձևերը հո գիտենք, կարող եք ուսումնասիրել դիսպլեյները ոնց են աշխատում, այդ liquid crystal ասածները այդ ինչ են, ոնց է աշխատում վերջին հաշվով, ոնց է հոսանքը դառնում, ասենք, պիքսելներ։ Հա, իհարկե կարող ենք research անել։ Ու չգիտեմ, ինձ թվում է, եթե հանձնարարություն լինի այդպիսի, կանեք էլ, չէ՞։ Բայց իհարկե պարտադիր չի ամեն ինչի մասին հանձնարարություն լինի, ես ուզում եմ, որ դուք ինքնուրույն սկսեք հետաքրքրվել եւ ինքնուրույն ուսումնասիրեք։ Իրականում ոլորտները շատ են։ Արհեստական բանականություն, քվանտային համակարգիչներ, ես իմ ցանկացած բան, հա, որ կարանք ասենք հիմիկվա այս computer science-ի կողքերը, օրինակ, նայենք, մի 10 հատ բան կտեսնենք։ Կամ ապագայի, օրինակ, գիտեք, որ սիլիկոնի հիման վրա պրոցեսորների հետ կա խնդիր։ Շատ վաղուց արդեն էլ չեն արագանում, նկատել եք, հաճախությունները արդեն շատ վաղուց մի 15 տարիա կանգնած են, մի 3-ից 4 GHz-ի վրա կանգնել են պրոցեսորները։ Այն որ 5 GHz ես տեսնում, բայց ասենք 10 տարի առաջ էլ կային այդ նույն ձևի պրոցեսորներ։ Ինչի՞ չի արագանում։ Իսկ օրինակ 90-ականներին նայեք, ամեն տարի 2 անգամ ավելի արագ պրոցեսոր էր դուրս գալիս։ Իսկ ինչ ա եղել։ Մի բան այն չի։ Ինչ որ առաստաղի ենք հասել, էլ չեն կարողանում արագացնել, չեք մտածել։ Բա մտածել է պետք։ Եվ որպեսզի դա հասկանանք, մեզ պետքա ֆիզիկայից գիտելիքներ, մեզ պետքա հասկանալ էներգիայի հետ կապված խնդիրները, մեզ պետքա հասկանալ արագագործության հետ կապված խնդիրները, հոսանքը միտեղից միտեղ հասցնելու հետ կապված ինչ խնդիրներ կան, նյութի հետ կապված խնդիրներ, այնտեղ սիլիցիումի հետ կապված, այդտեղ արդեն պետքա երևի քիմիա կամ քվանտային, մի քիչ էլ քվանտային մեխանիկայի մեջ է պետք մտնել, որ հասկանանք թե քվանտային թունելինգը ինչ է։ Այդ ինչ խնդիր է, եւ ինչու կա այդ խնդիրը, ու ոնց կարելի է այդ խնդիրը լուծել։ Ու չինացի գիտնականները լուծում են գտել լրիվ ուրիշ նյութի օգնությամբ, լրիվ ուրիշ ինչ-որ կես նանոմետրանոց տրանզիստորներ են սարքել։ Գիտեք։ Բիսմութի հիման վրա։ Գիտեք բիսմութը ինչ է։ Փայլում պսպղուն բան է նյութը։ Բիսմութի եսի մինչ ինչ որ օքսիդ էր, սիլիկատ օքսիդ էր, ինչ էր կոչվում, դրա հիման վրա պրոցեսորներ են հիմա արդեն նախագծում, որոնք սկսել են, որոնք կես նանոմետր չափի տրանզիստորներով են։ Ու մեջ էլ բան էլ կա, գրաֆեն էլ կա։ Հետաքրքիր չի։ Դա էլ կապ չունի ծրագրավորման հետ, բայց ելի շուրջն է, հա, computer science-ի մեջ է մտնում լայն իմաստով։ Եվ էլի sense լիքը թեմաներ, ու ես ուզում եմ, որպեսզի մենք հասնենք դրան ձեր հետ, որ դուք սկսեք ինքնուրույն ուսումնասիրել, քչփորել այդ բոլոր կողքը եղած ու դրա կողքն էլ եղած թեմաները ու քիչ-քիչ գնաք մտնեք տարբեր ոլորտների մեջ, որովհետև վերջին հաշվով ինժեներությունը տենց սահմանափակումներ այդքան էլ չունի։ Օրինակ Ալան Թյուրինգին գիտեք, չէ՞։ Ինքը կենսաբանության մեջ արդյունքներ ունի, կենսաբանության, հələ մի հատ ուսումնասիրեք։ Թյուրինգը ու կենսաբանությունը ինչ կապ ունեն իրար հետ։ Ֆոն Նեյմանին գիտեք։ Հələ կարող է լավ չգիտեք, հեսա շուտով ֆոն Նեյմանյան ճարտարապետություն կանցնենք։ Ֆոն Նեյմանը քվանտային մեխանիկայի մեջ արդյունքներ ունի,
խաղերի տեսության հիմնադիրներից է, միգուցե հիմնադիրն է, ընդհանրապես ֆիզիկայի մեջ լիքը արդյունքներ ունի, ու sense որ կարդում եք Wikipedia-ի էջը, ասենք ֆոն Նեյմանի մասին, երևի մի 5-6 տարբեր ոլորտների մասին է գրած։ Այդ մարդը կարողացել է այդ բոլոր տեղերում լինել, արդյունքներ ստանալ, ոչ թե էլի ուղղակի լինել, ասենք հոդվածներ ունի, գրքեր ունի գրած։ Բայց մի մարդ, ու ասենք իր ամենահայտնի գործերից մեկը համակարգչային ճարտարապետությունն է ֆոն Նեյմանյան։ Հիմա իմ ասածը ինչ է, որ ես ձեզ փորձում եմ տանել դեպի այդ հոգեվիճակ եւ նաեւ պատրաստվածության վիճակ, հա, որպեսզի գիտելիքի բանի, որպեսզի դուք կարողանաք առանց վախենալու, ես այսօր մի քանի անգամ լսեցի այդ պահը, հա, որ վստահություն եք ձեռք բերել, այս ուզում եմ այդ վստահությունը դուք սկսեք կիրառել, ինքնուրույն մտնեք անհասկանալի ոլորտ ու քչփորեք։ Ես անձամբ քվանտային մեխանիկա ու քվանտում կոմպյուտինգ եմ սկսել ուսումնասիրել, որովհետեւ մի օր ես նստեցի մտածեցի, ասում եմ, բայց ես գաղափար չունեմ քվանտում կոմպյուտինգը ո՞նց է սարքում, դա չէ, այդ ո՞նց է այդ աշխատում, ո՞նց կարող եմ ես այդ մասին գաղափար չունենամ, բայց եթե ուսանողներից մեկը մարդ ես, ասենք հարցի դասի, բայց քվանտում կոմպյուտինգը ի՞նչ է։ Ես չեմ ասելու, ոչ չեմ ասելու չգիտեմ։ Ամոթ չի։ Լավ, իհարկե ուղղակի ասում եմ, տենց չէի մտածում։ Ես դրա առաջի կեսն էի մտածում, ասում եմ, ո՞նց կարող եմ ես չիմանամ ինչ է քվանտում կոմպյուտինգը, բայց երբ որ ուսումնասիրեցի, հասկացա, այ քեզ բան հիմա ես կարամ քվանտում կոմպյուտինգի մասին իմ ուսանողներին էլ պատմեմ, ասեմ ժողովուրդ, sense բան կա, գիտեք։ Sense, դրա համար պետք է sense գիտելիք, պետք է օրինակ հանրահաշիվ իմանալ, պետք է քվանտային մեխանիկայից մի երկու բան իմանալ, ինչ, հետո սրանք կպցնենք իրար, հոп, քվանտում կոմպյուտինգ։ Բայց պետք է իմանալ լիքը տարբեր բաներ, հա, ու որտեղից պետք է իմանաք, այ պետք է այդ այսօրով ասեց, Մարտիններ ասեց, որ սովորել, հա? Սովորեցիք, չէ՞, այդտեղ։ Այդ սովորելը ոչ թե օդի մեջ լինի, այլ ամեն օր դուք կիրառեք մի բան սովորելու համար։ Ես տեսնում եմ ոնց է Մարտինը ամեն օր մի բան սովորում, իրականում Մարտինը բացի այս մեր դասընթացի նյութից կողքից մի 10 անգամ բան էլ է սովորում, չգիտեմ ոնց է հասցնում, բայց ինքը կողքից լիքը բան էլ է սովորում, ճիշտ է Մարտին։ Հա? Ահա, դա շատ լավ է։ Ու ես կուզեմ, որ դա բոլորի մոտ լինի։ Որ դուք ձեր ամեն մի ազատ րոպեն ափսոսակ, որ ծախսում եք ուրիշ բանի վրա, այլ ոչ թե սովորելու, որովհետև սովորելը վերջին հաշվով դա ներդրում է։ Ինքը քո մեջ ներդրում է, հա, ու միտեղ մի օր դուրս է գալու որպես ինչ-որ հետևանք, ներդրման արդյունք։ Շատ լավ։ Եվ ի վերջո software architecture ասածը, ցավոք սրտի այդ մասին շատ քիչ է խոսվում, դասավանդվում, շատ քիչ տեղերում Հայաստանում կտեսնեք software architecture-ի դաս։ Իրականում դա պետք է համալսարաններում լիներ անբաժան մասը, հա, computer science-ի հետ կապված ցանկացած ծրագրում լիներ։ Լավագույն դեպքում կտեսնեք design pattern-ներ, տեսել եք, չէ՞, երևի design pattern-ներ։ Design pattern-ները դա մի փոքր ավելի նեղ մոտեցումն է, այսինքն եւ ինչ որ կոնկրետ մի փոքր բանին եք նայում, ասենք ոնց որ պատուհան նախագծենք։ Նկատի ունեմ շենքի պատուհան մտածեք, հա, որ պետք է ինչ-որ փեղկ լինի, կամ sense բացվի, կամ sense բացվի, ինչ-որ տիպային կարանք ասենք, այս մեկը sense փեղկա են, ինձ փեղկա, ինչ-որ մքածություն պետք է ունենան ապակիները կամ չունենան, հա, կամ լինեն թափանցիկ կամ չթափանցիկ մի կողմից, ինչ-որ sense մանր բաներ, բայց պատուհանի մասին է այդ, շենքի մասին չի ամբողջական։ Հետո առանձին մի հատ դիզայն pattern դռան համար, հետո մի հատ դիզայն pattern, ասենք, չգիտեմ, տան ներսում, օրինակ կահույքը դասավորելու, կոնկրետ կահույքի են, կոնկրետ հյուրասենյակի, ասենք բազմոցնու բաները, հա, դասավորելու լուծում օրինակ, լավ, այսինքն կոնկրետ փոքր բաներ են, բայց իրանք ի վերջո լուծում չեն տալիս, շենքը բա ոնց են սարքում։ Բայց մյուս կողմից, օրինակ կան գրքեր, օրինակ Microsoft-ը թողների ինձ Microsoft-ը, բայց Microsoft ունի տես գիրք, Microsoft Press-ը կոչվում է How to Architect, եթե ճիշտ եմ հիշում վերնագիրը, եւ ակնհայտորեն այդ գրքի մեջ գրված է բոլոր այն լուծումները, որոնք Microsoft-ն է տվել։ Դա կլինի, ասենք, entity framework-ը, թե դա կլինի իրանց, այսպես ասած, հորինած MVVM կամ MVC pattern-երից ինչ-որ մեկը, բայց դրանք այն լուծումներն են, որոնք Microsoft-ը տվել է, արդեն պատրաստի է .NET framework-ում կան, հա, դուք կարող եք հենց միանգամից դա ոնց որ պատրաստի լուծում որպես օգտագործել եւ իրանք ոնց որ promote են անում այդ իրանց լուծումները իրանց գրքերի օգնությամբ, բայց դա չի նշանակում, որ դա միակ ճիշտ մոտեցումն է,
որովհետև ենթադրենք Oracle-ն էլ իր լուծումը ունի, հա, ասենք Java-ի framework-ի, Spring framework-ի կամ JPL-ի կամ եսի ինչի կարող է աննասխալ եմ հիշում, JPL, ոնց որ JPL էր կոչվում, մոտեցում ունի, որը լրիվ տարբերվում է Microsoft-ից։ Հիմա որ գրվացնենք իրար հետ, ո՞րն է դրանից ճիշտը։ Արզա չէ, ոչ մեկն էլ ճիշտ չի, ամեն մեկի իր ոլորտում է լավ, ամեն մեկի իր խնդիրներում մի խնդիր կա, որ լավ է այս մեկը, խնդիր կա, լավ է այն մյուսը, ու խնդիր կա, որ երկուսն էլ լավ չեն, ու ձերը պետք է հորինեք։ Ու իմ կյանքում եղել է այդպես դեպք, եւ ես entity framework-ը ձեռիս ունենալով, դա դրել եմ մի կողմ ու գրել եմ իմ սեփական համակարգը, որը իդեպ գրել եմ IL լեզվով, որպեսզի բազայից եկող օբյեկտները, բազայից կարդացած, տվյալներից սարքեմ C# օբյեկտներ ու իրանց populate անեմ collection-ներ եւ այլններ, ու դա արագ լինի։ Ու ես entity framework-ից էլ եմ հրաժարվել, ու մնացած ամեն ինչից էլ իջել եմ IL-ի մակարդակով կոդ եմ գեներացրել, այդ mapping-ը բազայի դաշտերից օբյեկտի դաշտի, որպեսզի արագ լինի, որովհետեւ IR-ի տված լուծումը շատ դանդաղ էր։ Այդ լուծումը անընդունելի է մեծ collection-ների դեպքում։ Հիմա ով է ասում, որ Microsoft-ի գիրքը փաստորեն ինձ օգնել է, չէ, ես այդ գիրքը չեմ կարդացել, բայց ամեն դեպքում չի կարա տես մի հատ մոտեցում լինի, հա, մի հատ ընկերություն ասի, այսպես են արքիտեկտ անում ու ամեն ինչ բարձ է։ Բայց solid principle-ները են։ Իրանք լուծումներ չեն։ Այնտեղ պատրաստի կոդ չի, framework չի Microsoft-ի գրած, որ ուղղակի import ես անում մի հատ գրադարան ու պատրաստ է։ Դա principle է, դա նախագծման ընթացքում դու պետք է անես, այդ սկզբունքին հետևելով նախագծես եւ արդյունքում դու կստանաս մի բան։ Իդեպ նույն սկզբունքին հետևելով ես որ նախագծեմ, մի քիչ ուրիշ բան կարող ստանամ, չէ՞։ Քանի որ դա սկզբունք է, ոչ թե պատրաստի լուծում։ Հասկացաք, օրինակ սկզբունքը ասում է, պետք է տան պատուհանները նայեն հարավին։ Գիտեք, որ տեն սկզբունք կա Հայաստանում։ Քանի որ հարավում հիմնականում Արարատն է, բոլորը նայում են Արարատին ու Երևանի դեպքում հարավում Արարատն է, չէ՞։ Բայց օրինակ, եթե Արաբական Էմիրություններում ես դու նախագծում, հեչ պետք չի որ լուսամուտները նայեն հարավ, որովհետև տեղից էլ շոկ է, ու եթե հանկարծ նայում են հարավ, պետք է լինեն փոքր ու հնարավորինս մուգ, որովհետև շոկ է, ինչ հարավ, ստիպված է այդ լուծումը, հա, դե որտեղ 4 կողմերից մեկն էլ հարավն է, հիմա ստիպված այդ կողմը պատուհան պետք է դնենք ու լավ չի։ Ով է ասում, որ հարավ նայող պատուհանը միշտ ունիվերսալ լուծում է, հա։ Չէ, բայց պետք է տուն ունենա պատուհաններ, չէ։ Այդ դա արդեն ավելի ունիվերսալ լուծում է։ Դու տուն ես արքում, պետք է պատուհան ունենա։ Լավ։ Ինչ որ բան ունեք ավելացնելու, գլոբալ, ինչ որ ասելիք, մաղթանք, հղում։ Հատկապես հետաքրքիր կլիներ մեր հյուրերին լսել։ Մենք այսօր ոնց որ հյուրեր ունեինք, եթե դեռ ստեղ են։ Չունենք։ Լավ, այդ դեպքում ամփոփիչ խոսք ասեմ, ուրեմն մենք այսօր ամփոփեցինք մեր երրորդ ամիսը, երրորդ ութ դասը, այսպես ասած, ավելի ճիշտ, եւ տեսնում եմ, որ բավական դրական մոտեցում կա, այսօր բոլորը չեն մասնակցում հասկանալի պատճառներով, մյուսների կարծիքը ես եւս կլսեմ, կճշտեմ, ընդհանուր առմամբ տեսնում եմ բավական դրական մոտեցում, բավական պոզիտիվ եք տրամադրված շարունակելուն այս նույն խորությամբ ու ոնց որ թե դեռ հետաքրքիր է, իմ կողմից կարող եմ ավելացնել, որ այսպես էլ շարունակելու է հետաքրքիր մնալ, ուղղակի հիմա մենք այն ամենախորը մասը, որ ավարտեցինք, մի քիչ բարձրացանք վերև, դե արդեն խորությունը նայեք, ոնց որ այն ամենախորքերը, որ մենք գիտենք, դրանից հետո որ բարձրանում ենք վերև, միշտ կարանք նայենք ներքև ու այդ ամբողջը տեսնենք։ Միշտ պետք է մտքում ունենանք, որ այդ ամբողջը ոչ միտեղ չգնաց։ Հիմա եթե մենք սկսենք օպերացիոն համակարգի մասին խոսալ, օպերացիոն համակարգը դե հա, կոդ է, բայց պրոցեսորի վրա է, չէ՞ աշխատում։ Դե պրոցեսորն էլ այդ ամբողջ պատմությունը իր հետևից բերելու է, այն որ այնտեղ գեյթեր են, նանդեր են, հա, ի վերջո բուլյան հանրահաշիվ է տակնել աշխատում։ Կապ չունի, լավ, մենք ինչ կուսումնասիրենք, հիմա այսքանը որ մենք գիտենք, միշտ մեր հետ գալու է, որովհետև մենք ուրիշ ոչ մի բան քվանտային կոմպյուտինգ չենք ուսումնասիրելու, հա։ Այնտեղ ուրիշ է, բայց մենք չենք գնալու quantum computing։ Մենք ուսումնասիրում ենք մեր ժամանակակից կոմպյուտինգը, իր շերտերը, եւ այդ բոլոր շերտերը կառուցված են նույն հիմքի վրա։ Լավ։ Այդ պատճառով ես ձեզ շատ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, այնուամենայնիվ այս խորքային մասերին մի հատ էլ նայել, նորովի նայել, որպես ոչ թե պարզապես գիտելիք, որը
հաճախ տենց են, չէ՞, ուսանողները նայում, դե էսի սովորում ենք, որ քննություն տանք, քննություն չեք տալու, չկա քննություն, կյանքի քննություն է լինելու, այսպես ասած, աշխատանքի վայրում, ապագա աշխատանքի վայրում եւ այլն, մենք ստեղ չունենք քննություն։ Այս գիտելիքը, որ դուք ձեռք եք բերում, ձեր կարիերայի մեջ է օգնելու մասնագիտական աճի։ Այդպես նայեք, որ սա ֆունդամենտն է, ու դրա վրա կառուցելու ենք շատ մեծ ու հետաքրքիր մի հատ շենք, եւ եթե ինչ-որ բաց տեղեր են մնացել, ճաքեր կան, ապա պետքա լցնենք, պետքա ինձ ասեք, եթե պետքա նորից այդ թեմային անդրադառնանք, կարող ենք անհատապես, կարող ենք, եթե շատ մարդկանց հարց ապախմբով նորից, ոչ մի խնդիր չկա, եթե պետք լինի նույն թեման 3 անգամ թեկուզ անցնել, հուսով եմ բոլորն են դա նկատում, որ իմ համար ոչ մի տարբերություն առաջի, երկրորդ թե երրորդ անգամ ենք մենք նույն բանն անում, երրորդից հետո արդեն կլինի տարբերություն երևի, պետքա մի բան փոխել, բայց առաջի 3-ը օքեյ է, լավ, 3-ը նորմալ է։ Հա, ուրեմն այս խորքային թեմաները ֆունդամենտն են, որի վրա մենք հաջորդ ամիսների ընթացքում կառուցելու ենք հաջորդ շերտերը։ Եթե հանկարծ ինչ-որ բան բաց է մնացել, դուք պարտավոր եք ինձ այդ մասին ասել, քանի որ ես ընդհանրապես տեսնում եմ ձեր հարցերը, տեսնում եմ թե դուք ոնց եք պատասխանում իմ հարցերին, մեկ էլ ձեր տնային հանձնարարությունների կատարումներն եմ տեսնում։ Լավ, այդքանի հիման վրա ես որոշակի պատկերացում ունեմ, բայց դա քիչ է եւ դա մի քիչ էլ ուշացած է, այսինքն հիմա ես այսօր հանձնարարությունը տվել եմ 2 շաբաթ deadline, հա, ժամկետ ունի, 2 շաբաթ հետո դե եթե ինչ-որ մարդ չի արել, չի նշանակում, որ ոչ մի բան էլ չի անելու, կարող է մի շաբաթ էլ դրանից հետո նոր անի, այսինքն այսօր առաջացած խնդիրը միգուցե այս 3 շաբաթ հետո նոր հայտնաբերեմ։ Բայց դուք այսօր գիտեք, որ խնդիր կա, ու դուք այսօր եթե հարցը տաք, այդ խնդիրը շուտ կլուծվի, չէ՞։ Հասկանում եք, ավելի արդյունավետ օգտագործենք, հա, մեր ժամանակը։ Դրա համար դուք պետք է հարցեր տաք, երբ որ առաջանում են խնդիրներ, բացեր են մնում ինչ-որ թեմաների մեջ։ Շատ լավ, այսօրվա մեր մտքերը ես ամփոփեցի համապատասխան ֆայլի մեջ, խնդրում եմ մի հատ աչքի անցկացնեք, եթե ինչ-որ բան կա, ինչ-որ անճշտություն կամ ինչ-որ բան կամ կուզեք ավելացնել, ապա խնդրեմ, կարող եք ավելացնել։ Ամեն դեպքում սա մեր այս պահի վիճակի ֆիքսումն է, եւ եւս 3 ամիս հետո մենք հետ կգանք մի հատ սրան էլ կնայենք, հետո կնայենք թե հիմիկվա վիճակը ոնց է ու ըստ դրա էլի կշարժվենք առաջ։ Այ դեպ մի հատ էլ հարց։ Մենք այս ամեն ինչին զուգահեռ նաեւ սկսեցինք IT English for IT դասընթացը, այսպես ասած, որը ինքնուրույն ուսումնասիրելու համար էր։ Անում եք, թե այնքան էլ պետք չէր անգլերենի մեջ փոխկից դասընթաց, հա, ով է անում։ Այնտեղ սերտիֆիկատ կա վերջում, եթե բոլոր դրակոններին հաղթեք։ Չեք ուզում սերտիֆիկատ ստանալ, սերտիֆիկացված անգլերենի իմացություն։ Իհարկե IELTS կամ TOEFL չի, բայց դե ամեն դեպքում կարծում եմ ինչ-որ արժեք ինչ-որտեղ կունենա։ Աչքաթող մի արեք, էլի ժողովուրդ, դրան էլ ժամանակ հատկացրեք, քնելուց առաջ մի քիչ անգլերեն էլ արեք։ Լավ, այսքանը, իմ կողմից էլ այսքանը, եթե ավելացնելու բան ունեք, ասեք ամենաամփոփիչ խոսք։ Չունենք։ Լավ, շատ շնորհակալություն մասնակցելու համար, կարծիքների համար, նորից հիշեցնեմ, որ դասի տեսակցությունը լայն հասարակության համար բաց է լինելու ու դրանից բխող հետևանքներով կարող է ձեզ հարցեր տան, ասեն, այնուամենայնիվ այս ինչը ոնց է, բայց կարծում եմ դա ձեր համար խնդիր չի, շնորհակալություն, որ մասնակցեցիք ու ձեր կարծիքը հայտնեցիք, ձեր պատմությունը պատմեցիք։ Մինչ նոր հանդիպումներ։ Մերսի շատ։ Մենք եւս շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Հաջողություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։